Այս պահին, երբ դուք կարդում եք այս տողերը, ձեր գլխուղեղը մշակում է տեղեկատվություն մոտավորապես տասնյակ միլիարդ նեյրոնների միջոցով, բայց ահա ինչ է իսկապես ցնցող։ Եթե հենց այս վայրկյանին, հազարավոր լուսատարիների հեռավորության վրա, մեկ այլ բանականացած էակ նույնպես մտածում է տիեզերքի մասին, դուք երկուստ երբեք չեք իմանա միմյանց գոյության մասին, ոչ թե տարածության պատճառով, ոչ թե տեխնոլոգիայի սահմանափակումների պատճառով, այլ ժամանակի պատճառով, դուք պարզապես ապրում եք տարբեր դարերում, եւ այս տարբերությունը կարող է լինել 1 միլիոն տարի, կամ 10 միլիոն, կամ 100 միլիոն։ Տիեզերական ժամանակի սանդղակով դուք երկուստ նույնիսկ չեք հանդիպել, երբ մենք խոսում ենք։ Արտագալակտիկական քաղաքակրթությունների մասին մենք միշտ հարցնում ենք, որտեղ են նրանք, բայց սա սխալ հարց է, ճիշտ հարցը պետք է լինի, երբ են նրանք, որովհետև տիեզերքը 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է։ Իսկ տեխնոլոգիական քաղաքակրթությունը, ամենաօպտիմիստական գնահատականներով, գոյություն ունի ընդամենը 10,000 տարի, պատկերացրեք, որ տիեզերքի ողջ պատմությունը սեղմում եք 24 ժամի մեջ։ Մարդկային քաղաքակրթությունը հայտնվում է վերջին վայրկյանի վերջին միլիվայրկյանում, մեկ թարթում, մեկ շնչում, եւ հենց այդ թարթման մեջ մենք փնտրում ենք ուրիշներին։ 1963 թվականին Ֆրենկ Դրեյքը, աստղաֆիզիկոս Կալիֆոռնիայի համալսարանից, առաջարկեց հավասարում, որը պետք է հաշվարկեր բանականացված քաղաքակրթությունների քանակը մեր գալակտիկայում։ Այդ հավասարումը ներառում էր 7 փոփոխական աստղերի ծննդյան տեմպից մինչ քաղաքակրթության միջին կյանքի տևողությունը, բայց Դրեյքը բաց թողեց ամենակարևոր գործոնը։ Ժամանակը, ոչ թե քաղաքակրթության տևողությունը, այլ ժամանակային համընկնումը։ 2. Քաղաքակրթություններ կարող են գոյություն ունենալ նույն գալակտիկայում, նույն աստղային համակարգում, նույնիսկ նույն մոլորակի վրա, տարբեր դարաշրջաններում, եւ երբեք չհանդիպել, պատկերացրեք մի գիրք, որը պարունակում է 13 միլիարդ 800 միլիոն էջ, յուրաքանչյուր էջը 1 տարի է, մարդկային քաղաքակրթությունը զբաղեցնում է վերջին 10,000 էջը, տեխնոլոգիական քաղաքակրթությունը, վերջին 100-ը, եւ այն փուլը, երբ մենք կարող ենք ուղարկել ռադիոազդանշաններ տիեզերք, ընդամենը վերջին 110 էջը, այժմ։ Պատկերացրեք, որ մեկ այլ քաղաքակրթություն կարդում է այդ գրքի այլ 110 էջ, բայց ոչ վերջին 110, այլ ասենք, էջերը 5 միլիարդից 5 միլիարդ 110, կամ 10 միլիարդից 10 միլիարդ 110։ Դուք երկուստ կարդում եք նույն գիրքը, բայց երբեք չեք հանդիպում նույն էջում։ 1972 թվականին աստղագետ Կարլ Սեյգանը, ֆիզիկոս Ֆրենկ Դրեյքը ստեղծեցին ոսկե սկավառակ, որը տեղադրվեց Voyager տիեզերանավերի վրա։ Այդ սկավառակը պարունակում էր մարդկության ողջույնը։ Տիեզերքին, երաժշտություն, պատկերներ, ձայներ, բայց ահա խնդիրը։ Voyager 1-ը կհասնի ամենամոտ աստղին մոտավորապես 40,000 տարի հետո, եթե այնտեղ կա քաղաքակրթություն, եթե նրանք գտնեն սկավառակը, եթե նրանք կարողանան վերծանել այն, նրանք կստանան հաղորդագրություն քաղաքակրթությունից, որը գոյություն ունեցավ 40,000 տարի առաջ, մարդկությունը, որը ստեղծեց այդ սկավառակը, հնարավոր է այլևս գոյություն չունենա, կամ փոխակերպվել է այնպիսի բանի, որը մենք այսօր չենք կարող պատկերացնել։ Այժմ պատկերացրեք ավելի ծայրահեղ սցենար։ Դինոզավրերը վերացան 65 միլիոն տարի առաջ, բայց ինչ կլիներ, եթե նրանցից մեկ տեսակը, ասենք, վերջին 10 միլիոն տարիների ընթացքում զարգացներ բանականություն, ստեղծեր քաղաքակրթություն, կառուցեր քաղաքներ, գրեր գրքեր, հետազոտեր տիեզերքը, եւ ապա 10,000 տարի անց, անհետանար, մենք երբեք չէինք իմանա, նրանց քաղաքները կդառնային փոշի, նրանց գրքերը կքայքայվեին, նրանց ռադիոազդանշանները կցրվեին տիեզերական աղմուկի մեջ։ 65 միլիոն տարի բավական ժամանակ է, որպեսզի ցանկացած քաղաքակրթության հետքը ամբողջությամբ վերանա, երկրի վրա չկա նյութ, որը կարող է պահպանվել այդքան երկար, նույնիսկ ռադիոակտիվ թափոնները քայքայվում են, նույնիսկ պլաստիկը, նույնիսկ քարերը։ 1996 թվականին աստղաֆիզիկոս Ջեյմս Անվինը Սիեթլի Վաշինգտոնի համալսարանից հրապարակեց հոդված, որտեղ հաշվարկեց ժամանակային համընկնման հավանականությունը։ Նա վերցրեց Դրեյքի հավասարումը եւ ավելացրեց մեկ նոր փոփոխական ժամանակային պատուհանը։ Արդյունքը ցնցող էր, նույնիսկ եթե մեր գալակտիկայում կան 10,000 ակտիվ քաղաքակրթություններ, հավանականությունը, որ երկուսը գոյություն ունենան միևնույն ժամանակահատվածում, պակաս է 1%-ից, եթե քաղաքակրթությունների տեխնոլոգիական փուլը տևում է 10,000 տարի, իսկ գալակտիկան 10 միլիարդ տարեկան է, ապա ժամանակային համընկնման հավանականությունը 1 միլիոնից 1-ն է։ Մենք չենք փնտրում ասեղ մի հարդի մեջ, մենք փնտրում ենք մի ասեղ, որը գոյություն ունեցավ միլիոն տարի առաջ, մի հարդի մեջ, որը շարունակ փոխվում է։ Բայց իրականությունը կարող է լինել ավելի ծայրահեղ, տեխնոլոգիական քաղաքակրթության տևողությունը կարող է
Լինել ոչ թե 10,000 տարի, այլ ընդամենը 100, կամ 500, կամ 1000, մտածեք մարդկության մասին, մենք ունենք ռադիո ընդամենը 100 տասնյակ տարի, ատոմային էներգիա, 80 տարի, համացանց, 50 տարի, արհեստական բանականություն, 10 տարի, յուրաքանչյուր տեխնոլոգիա արագացնում է հաջորդը, մենք մոտենում ենք մի կետի, որը մաթեմատիկոսները անվանում են տեխնոլոգիական սինգուլյարություն, կետ, որտեղ փոփոխությունները տեղի են ունենում այնքան արագ, որ մենք չենք կարող կանխատեսել հաջորդ տասնամյակը, ինչ կլինի 100 տարի հետո, կամ 1000, մենք կարող ենք փոխակերպվել այնպիսի բանի, որը այլևս չի համապատասխանում քաղաքակրթություն սահմանմանը, կամ ինքներս մեզ ոչնչացնել, կամ միաձուլվել արհեստական բանականության հետ, կամ լքել ֆիզիկական իրականությունը։ 2012 թվականին աստղաֆիզիկոս Ադամ Ֆրենկը Ռոչեսթերի համալսարանից և աստրոբիոլոգ Ուդրաֆ Սալիվանը Վաշինգտոնի համալսարանից հրապարակեցին հետազոտություն, որտեղ վերահաշվարկեցին Դրեյքի հավասարումը։ Նրանք հարցրին ոչ թե կան արդյոք այլ քաղաքակրթություններ, այլ եղել են արդյոք երբևէ այլ քաղաքակրթություններ, եւ պատասխանը փոխեց ամեն ինչ։ Նրանք հաշվարկեցին, որ եթե տիեզերքում գոյություն ունեցող բոլոր քաղաքակրթությունների հավանականությունը պակաս է 10 միլիարդից 1-ից, միայն այն դեպքում մենք ենք եղել առաջինները եւ միակները, 10 միլիարդից 1, այս թիվը այնքան փոքր է, որ գործնականում անհնար է, նշանակում է քաղաքակրթություններ եղել են, շատ քաղաքակրթություններ, բայց ոչ հիմա, ոչ այստեղ, ոչ այս դարաշրջանում։ Պատկերացրեք մի օվկիանոս, որը տարածվում է հորիզոնից հորիզոն, այդ օվկիանոսը տիեզերական ժամանակն է, 13 միլիարդ 800 միլիոն տարի, այժմ պատկերացրեք, որ դուք կանգնած եք այդ օվկիանոսի ափին 1 վայրկյանով, 1 միակ վայրկյանով, եւ փորձում եք տեսնել, արդյոք ուրիշ ոմն էլ է կանգնած այդ ափին, նույն վայրկյանին, բայց այդ ափը տարածվում է հազարավոր կիլոմետրեր, եւ մարդիկ գալիս են այնտեղ տարբեր ժամերին, տարբեր օրերին, տարբեր դարերին, դուք կարող եք սպասել ամբողջ կյանքը եւ երբեք չտեսնել ուրիշ ոմեկին։ Ոչ թե նրանք չկան, այլ նրանք եկել են 3, կամ կգան վաղը, կամ եկել են 1000 տարի առաջ, կամ կգան 1000 տարի հետո։ 1953 թվականին ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին, Նոբելյան մրցանակակիր, նստած էր Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի ճաշարանում իր գործընկերների հետ, նրանք քննարկում էին արտագալակտիկական քաղաքակրթությունները, եւ հանկարծ Ֆերմին հարցրեց, որտեղ են բոլորը։ Այս պարզ հարցը դարձավ հայտնի որպես Ֆերմիի պարադոքս։ Եթե տիեզերքը այդքան մեծ է, եթե աստղերը այդքան շատ են, եթե մոլորակները այդքան բազմաթիվ են, ինչո՞ւ մենք չենք տեսնում ոչ մի հետք այլ քաղաքակրթությունների։ 70 տարի անց մենք դեռ չունենք պատասխան, բայց հնարավոր է պատասխանը պարզ է, մենք չենք տեսնում նրանց, որովհետև նրանք չկան հիմա, նրանք եղել են, կամ կլինեն, բայց ոչ հիմա։ Մտածեք դինոզավրերի մասին, նրանք տիրապետեցին երկրին 165 միլիոն տարի, 165 միլիոն տարի, մարդկությունը գոյություն ունի 300,000 տարի։ Մեր ողջ գոյությունը կազմում է 0,02% դինոզավրերի թագավարության տևողությունից, եւ դինոզավրերը ոչնչացվեցին մի պահի մեջ, աստերոիդ 10 կիլոմետր տրամագծով հարվածեց Յուկատանի թերակղզուն, էներգիան համարժեք էր 1 միլիարդ Հիրոսիմայի ատոմային ռումբերի, երկինքը լցվեց փոշով, արևը անհետացավ տարիներով։ Ջերմաստիճանը իջավ, բուսականությունը մեռավ, եւ դինոզավրերի հետ միասին անհետացավ 165 միլիոն տարվա էվոլյուցիա, բայց ահա ինչն է իսկապես տարօրինակ, աստերոիդների հարվածները հազվադեպ չեն, վիճակագրորեն։ Երկիրը ստանում է կործանարար հարված յուրաքանչյուր 100 միլիոն տարին մեկ, նշանակում է, մարդկությունը ապրում է փոխառու ժամանակում, մենք ունեցել ենք 300,000 տարի առանց կործանարար աղետի, բայց վիճակագրությունը մեր կողմը չէ, հաջորդ 100 միլիոն տարիների ընթացքում, հավանականությունը, որ մեկ այլ աստերոիդ կոչնչացնի մեր քաղաքակրթությունը, գրեթե 100% է, եթե մենք չգտնենք ճանապարհ դուրս գալու այս մոլորակից, եթե մենք չդառնանք բազմամոլորակային տեսակ, եթե մենք չսովորենք շեղել աստերոիդները։ Բայց բոլոր այս տեխնոլոգիաները պահանջում են ժամանակ, եւ ժամանակը մեր դեմ է։ 2019 թվականին աստղագետներ Հարվարդի համալսարանից հայտնագործեցին տարօրինակ օբյեկտ, որը անցավ մեր արևային համակարգով, նրանք անվանեցին այն Օումուամուա, ինչը հավայերենով նշանակում է առաջին հրավիրյալ հեռվից։ Այդ օբյեկտը չէր նման ոչ մի աստերոիդի կամ կոմետի, որը մենք երբևէ տեսել ենք, այն երկարավուն էր, մոտավորապես 400 մետր երկարությամբ եւ 40 մետր լայնությամբ, այն պտտվում էր յուրաքանչյուր 7 ժամը 1, եւ ամենակարևորը, այն արագանում էր, ոչ թե դանդաղում, ինչպես սովորական աստերոիդը, այլ արագանում, որպես այդպիսին, որպես արհեստական օբյեկտ, աստղաֆիզիկոս Ավի Լոեբը
Հարվարդի համալսարանի աստղագիտության ամբիոնի նախագահը առաջարկեց, որ Օումուամուան կարող է լինել արտագալակտիկական քաղաքակրթության ստեղծած զոնդ, գիտական համայնքը արձագանքեց սառը, բայց Լոեբը շարունակեց պնդել, նա ասաց. «Եթե մենք չենք դիտարկում արտագալակտիկական տեխնոլոգիայի հնարավորությունը, մենք երբեք չենք գտնի այն, բայց ահա խնդիրը, Օումուամուան արդեն հեռացել է, այն թռավ անցյալ մեր արևային համակարգը մոտավորապես 3 տարում։ Մենք չունեցանք ժամանակ ուղարկելու զոնդ դեպի այն, չունեցանք ժամանակ ուսումնասիրելու այն, մենք պարզապես դիտեցինք, թե ինչպես այն անհետանում է տիեզերական խավարի մեջ, եթե այն իսկապես էր արտագալակտիկական տեխնոլոգիա, մենք բաց թողեցինք մեր միակ հնարավորությունը, ոչ թե տարածության պատճառով, այլ ժամանակի։ Մենք չէինք պատրաստ, մեր տեխնոլոգիան բավարար չէր, մենք ուշացել էինք, այժմ պատկերացրեք, որ նույն բանը տեղի է ունեցել հազարավոր անգամ, արտագալակտիկական զոնդներ, որոնք անցել են մեր արևային համակարգով միլիոնավոր տարիներ առաջ։ Երբ դինոզավրերը դեռ տիրապետում էին երկրին, երբ օվկիանոսները լի էին տրիլոբիտներով, երբ երկիրը դեռ հալած էր, այդ զոնդները եկել են, դիտել են, հավաքել տվյալներ եւ հեռացել, եւ մենք երբեք չենք իմանա, որովհետեւ նրանց հետքերը վաղուց վերացել են, նույնիսկ եթե նրանք թողել են մի բան լուսնի վրա, որտեղ չկա մթնոլորտ, որտեղ չկա քայքայում, մենք դեռ չենք գտել այն, մենք ուսումնասիրել ենք պակաս քան 1% լուսնի մակերևույթի, մնացածը դեռ անհայտ է։ 1969 թվականին աստղագետ Ֆրենկ Դրեյքը սկսեց OSMA նախագիծը, առաջին փորձը հայտնաբերելու արտագալակտիկական ռադիոազդանշաններ, նա ուղղեց հսկայական ռադիոտելեսկոպը դեպի երկու մոտակա աստղեր, Թաու կետի եւ Էպսիլոն Էրիդանի, նա լսեց 2 ամիս, եւ չլսեց ոչինչ, 65 տարի անց, մենք դեռ լսում ենք, SETI ծրագիրը, արտագալակտիկական բանականության որոնումը, վերլուծել է միլիարդավոր ռադիոազդանշաններ, եւ գտել է 0, բայց ահա ինչն է կարևոր հասկանալ, մենք լսում ենք միայն հիմա, այս վայրկյանին, այս տարին, այս դարաշրջանում։ Եթե մի քաղաքակրթություն ուղարկեց ռադիոազդանշաններ 1000 տարի առաջ, մենք դեռ չենք ստացել դրանք, եթե նրանք ուղարկեցին միլիոն տարի առաջ, այդ ազդանշանները արդեն անցել են անցյալ մեզ, մենք փնտրում ենք ասեղ մի հարտի մեջ, բայց այդ ասեղը շարժվում է լույսի արագությամբ, եւ մենք չգիտենք, թե երբ այն կանցնի մեր կողքով։ Բայց կա ավելի խորը խնդիր, ռադիոազդանշանները թուլանում են հեռավորության հետ, երբ դուք կրկնապատկում եք հեռավորությունը, ազդանշանի ուժը նվազում է 4 անգամ, երբ դուք տասնապատկում եք հեռավորությունը, ազդանշանը նվազում է 100 անգամ։ Մեր ամենահզոր ռադիոհաղորդիչները, որոնք մենք երբևէ կառուցել ենք, կարող են հայտնաբերվել միայն մոտավորապես 100 լուսատարիների հեռավորության վրա, մեր գալակտիկան 100,000 լուսատարի տրամագիծ ունի, նշանակում է, մենք կարող ենք լսել միայն մեր անմիջական հարևանությունը։ Մեր տեղական թաղամասը, մնացած գալակտիկան անհասանելի է, եւ այլ գալակտիկաները ավելի անհասանելի, 2020 թվականին աստղաֆիզիկոսներ Օքսֆորդի համալսարանից հրապարակեցին մոդել, որը փորձում էր հաշվարկել տեխնոլոգիական քաղաքակրթության միջին կյանքի տևողությունը։ Նրանք վերլուծեցին մարդկության պատմությունը, սկսած արդյունաբերական հեղափոխությունից մինչև այսօր, 250 տարի, այդ ամբողջ ժամանակահատվածում մենք ունեցել ենք 2 համաշխարհային պատերազմ, 50 միջուկային ճգնաժամ, տասնյակ համաճարակներ, հարյուրավոր էկոլոգիական աղետներ, եւ յուրաքանչյուր անգամ մենք եղել ենք մի քայլ հեռու ինքնաոչնչացումից, նրանց եզրակացությունը սառեցնող էր, տեխնոլոգիական քաղաքակրթության միջին կյանքի տևողությունը, ամենաօպտիմիստական սցենարով, չի գերազանցում 500 տարին, 500 տարի, 13 միլիարդ 800 միլիոն տարվա տիեզերքում, սա նման է մի կայծի, որը վառվում է եւ անմիջապես մարում, պատկերացրեք մի մութ սենյակ, որտեղ յուրաքանչյուր 100 միլիոն տարին մեկ վառվում է մի լուսավոր։ Այդ լուսավորը վառվում է ընդամենը կես վայրկյանով, եւ ապա անհետանում է, այժմ պատկերացրեք, որ դուք մտնում եք այդ սենյակ հենց այն վայրկյանին, երբ մեկ լուսավոր վառվում է, ինչ է հավանականությունը, որ նույն վայրկյանին մեկ այլ լուսավոր էլ կվառվի։ Գրեթե 0, բայց եթե դուք կարողանայիք տեսնել այդ սենյակի ողջ պատմությունը 10 միլիարդ տարի, դուք կտեսնեիք 100 լուսավոր, որոնք վառվել են տարբեր ժամանակներում, նրանք բոլորը եղել են, բայց երբեք միաժամանակ, 1954 թվականին, ԱՄՆ-ն փորձարկեց Castle Bravo ջերմամիջուկային ռումբը Բիկինի ատոլի վրա, այդ ռումբի հզորությունը 15 մեգատոն էր, 1000 անգամ ավելի հզոր, քան Հիրոսիմայի ռումբը, բայց փորձարկողները սխալվեցին հաշվարկներում, իրական հզորությունը եղավ 15 մեգատոն։ Ռումբը ստեղծեց սնկի ամպ, որը բարձրացավ 40 կիլոմետր բարձրություն, ռադիոակտիվ անձրևը ծածկեց 7000 քառակուսի կիլոմետր, ճապոնական ձկնորսական նավը, որը գտնվում էր 140 կիլոմետր հեռավորության վրա, ստացավ մահացու դոզա ճառագայթում, մեկ ձկնորս մեռավ։
Մնացածները տառապեցին ճառագայթային հիվանդությունից ողջ կյանքը, եւ սա եղավ միայն մեկ ռումբ, մեկ փորձարկում, մեկ սխալ հաշվարկ։ Այժմ պատկերացրեք, որ այդ օրը մարտի 1-ին 1954 թվականին ինչ-որ բան գնար սխալ։ Ոչ թե հաշվարկներում, այլ քաղաքականության մեջ, պատկերացրեք, որ Սովետական Միությունը մեկնաբաներ այդ փորձարկումը որպես ագրեսիա, պատկերացրեք, որ սկսվեր միջուկային պատերազմ 1954 թվականին։ Երկու գերտերությունները միասին ունեին մոտավորապես 2000 միջուկային գլուխներ, 2000, այսօր նրանք ունեն 13000, բայց նույնիսկ 2000-ը բավական էր ոչնչացնելու մարդկային քաղաքակրթությունը։ Յուրաքանչյուր գլուխը կարող էր ոչնչացնել մի քաղաք, 2000 քաղաք, 2 միլիարդ մարդ, ուղղակի եւ ապա։ Միջուկային ձմեռ, երկինքը լցված փոշով, արևը անհետացած, ջերմաստիճանը իջած, բուսականությունը մեռած, մնացած 6 միլիարդ մարդը մեռնում դանդաղ, սովից, հիվանդություններից, ցրտից, բայց մենք չենք ոչնչացվել, մենք ունեցանք բախտ, կամ գուցե ոչ բախտ, այլ իմաստություն, կամ վախ, կամ պարզապես ժամանակ, բայց ահա ինչն է կարևոր, մենք դեռ ունենք այդ 2000 գլուխները, դեռ ունենք 13000-ը, դեռ ունենք կարողությունը ոչնչացնել մեզ 100 անգամ։ Եվ յուրաքանչյուր տարի այդ կարողությունը դառնում է ավելի հասանելի, ավելի էժան, ավելի տարածված։ 1954 թվականին միայն երկու երկրներ ունեին միջուկային զենք, այսօր 9, վաղը գուցե 20 կամ 50 կամ 100, յուրաքանչյուր նոր երկիր, որը ձեռք է բերում միջուկային զենք, ավելացնում է հավանականությունը, որ ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ, ինչ-որ պահի կսեղմի կոճակը։ 2017 թվականին Bulletin of Atomic Scientists ամսագիրը, որը հիմնադրվել էր Մանհեթենի նախագծի գիտնականների կողմից, տեղափոխեց իր հայտնի Doomsday Clock-ը, վերջին դատաստանի ժամացույցը։ Այդ ժամացույցը խորհրդանշական է, կեսգիշերը ներկայացնում է մարդկության վերջը, ծլակները ցույց են տալիս, թե որքան մոտ ենք մենք այդ վերջին, 1954 թվականին Castle-Bravo փորձարկումից հետո։ Ծլակները կանգնած էին 2 րոպե առաջ կեսգիշեր, 2 րոպե, 1991 թվականին Սովետական Միության փլուզումից հետո ծլակները տեղափոխվեցին 17 րոպե, 17 րոպե, մենք շնչեցինք ազատ։ Բայց 2017 թվականին սլակները վերադարձան 2 րոպե եւ կես, 2020 թվականին 100 վայրկյան, 2023 թվականին 90 վայրկյան, մենք շարժվում ենք սխալ ուղղությամբ, բայց միջուկային զենքը միայն մեկ սպառնալիք է, կան ուրիշներ, կենսաբանական զենք, որը կարող է ստեղծվել սովորական լաբորատորիայում, արհեստական բանականություն, որը կարող է դառնալ անվերահսկելի, նանոտեխնոլոգիա, որը կարող է վերարտադրվել անվերջ, կլիմայական փոփոխություն, որը կարող է դարձնել երկիրը ամբնակելի։ Յուրաքանչյուր տեխնոլոգիա, որը բավական հզոր է փոխելու աշխարհը, նաև բավական հզոր է ոչնչացնելու այն, եւ մենք ստեղծում ենք այդ տեխնոլոգիաները ավելի ու ավելի արագ, արդյունաբերական հեղափոխությունից մինչև ատոմային ռումբ անցավ 150 տարի, ատոմային ռումբից մինչև համացանց 50 տարի, համացանցից մինչև արհեստական բանականություն 30 տարի, յուրաքանչյուր հաջորդ տեխնոլոգիա գալիս է ավելի արագ, եւ յուրաքանչյուր հաջորդ տեխնոլոգիա ավելի վտանգավոր է։ 1960 թվականին սովետական ռազմական սպա Ստանիսլավ Պետրովը նստած էր Սերպուխով 15 հրամանատարական կենտրոնում Մոսկվայից 100 կիլոմետր հարավ, նրա առջև էկրանները հանկարծ վառվեցին կարմիր, համակարգը հայտնաբերել էր 5 ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որոնք թռչում էին դեպի Սովետական Միություն, 5 հրթիռ, 5 միջուկային գլուխ, 5 քաղաք, պրոտոկոլը պարզ էր, Պետրովը պետք է զեկուցեր իր վերադասներին, վերադասները պետք է զեկուցեին Քրեմլը պետք է սեղմեր կոճակը, եւ սկսվեր միջուկային պատերազմ, բայց Պետրովը չզեկուցեց, նա որոշեց, որ սա սխալ ազդանշան է, նա որոշեց, որ եթե Ամերիկան իսկապես հարձակվեր, նրանք չէին ուղարկի 5 հրթիռ, նրանք կուղարկեին հարյուրներ, հազարներ, Պետրովը սպասեց, եւ 5 րոպե անց պարզվեց, որ նա ճիշտ էր, համակարգը սխալվել էր, արեգակի արտացոլումը ամպերից մեկնաբանվել էր որպես հրթիռ, Պետրովը փրկեց աշխարհը, բայց նա չստացավ մեդալ, նա ստացավ նախատինք, որովհետեւ համակարգը սխալվել էր, եւ դա նրա պարտականությունն էր զեկուցել։ Այս պատմությունը ցույց է տալիս ինչ-որ ահավոր, մարդկության գոյատևումը կախված է անհատական որոշումներից, մեկ մարդ, մեկ վայրկյան, մեկ ճիշտ ընտրություն, բայց ինչքան երկար մենք կարող ենք ապավինել բախտին, ինչքան երկար մենք կարող ենք ապավինել անհատներին, ովքեր ընտրում են ճիշտ, վիճակագրորենը յուրաքանչյուր անգամ, երբ մենք մոտենում ենք այդ կետին, հավանականությունը, որ ինչ-որ մեկը կսխալվի, ավելանում է։ 1960 թվականին մենք ունեցանք Պետրովին, բայց
Հաջորդ անգամ մենք կարող ենք չունենալ 2014 թվականին աստղաֆիզիկոս Սեթ Շոստակը Սեթի ինստիտուտից հրապարակեց հոդված, որտեղ վերլուծեց տեխնոլոգիական քաղաքակրթությունների ինքնաոչնչացման հավանականությունը։ Նա օգտագործեց Դրեյքի հավասարումը, բայց ավելացրեց մեկ նոր փոփոխական ինքնաոչնչացման ռիսկը։ Նա հաշվարկեց, որ եթե տեխնոլոգիական քաղաքակրթությունը ունի 10% հավանականություն ինքնաոչնչանալու յուրաքանչյուր 100 տարին մեկ, ապա միջին կյանքի տևողությունը մոտավորապես 1000 տարի է։ Եթե հավանականությունը 20% է, տևողությունը 500 տարի, եթե հավանականությունը 50% է, տևողությունը 200 տարի, մենք չգիտենք իրական հավանականությունը, բայց մենք գիտենք, որ այն 0 չէ, եւ մենք գիտենք, որ այն ավելանում է։ Պատկերացրեք մի խաղ, որտեղ դուք գլորում եք զառեր յուրաքանչյուր տարի, եթե դուք ստանում եք 6, դուք պարտվում եք, ամեն ինչ վերջանում է, առաջին տարի հավանականությունը 16% է, դուք գլորում եք, դուք ստանում եք 3։ Դուք շարունակում եք, երկրորդ տարի նույն հավանականությունը, դուք գլորում եք, դուք ստանում եք 5, դուք շարունակում եք, բայց յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր գլորում հավանականությունը կուտակվում է, 10 տարի անց հավանականությունը, որ դուք գոնե մեկ անգամ ստացել եք 6, մոտավորապես 50% է, 100 տարի անց 99%, 1000 տարի անց գրեթե 100%, սա մաթեմատիկա է, սա վիճակագրություն է, սա անխուսափելի է, բայց կա մեկ այլ գործոն, որը դարձնում է իրավիճակը ավելի բարդ, տեխնոլոգիական սինգուլյարությունը, կետ, որտեղ արհեստական բանականությունը դառնում է ավելի խելացի, քան մարդը, կետ, որտեղ մեքենաները սկսում են նախագծել ավելի լավ մեքենաներ, կետ, որտեղ փոփոխությունները տեղի են ունենում այնքան արագ, որ մենք չենք կարող հետևել, մաթեմատիկոսներ գնահատում են, որ մենք կհասնենք այդ կետին 2025-ից 2050 թվականների միջև, 25 տարի, կամ 50, կամ 75, մեկ մարդու կյանքի ընթացքում, եւ ապա ամեն ինչ փոխվում է, կամ մենք միաձուլվում ենք մեքենաների հետ, կամ մեքենաները փոխարինում են մեզ, կամ մենք ստեղծում ենք ինչ-որ բան, որը մենք չենք կարող վերահսկել, կամ մենք դառնում ենք այնպիսի բան, որը այլևս չի համապատասխանում մարդ սահմանմանը։ 1951 թվականին գիտնական Ալան Թյուրինգը, որը կոտրեց Էնիգմա ծածկագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, առաջարկեց թեստ արհեստական բանականության համար։ Թյուրինգի թեստը պարզ է. եթե դուք չեք կարող տարբերել մեքենայի պատասխանները մարդու պատասխաններից, ապա մեքենան բանական է։ 73 տարի անց, 2024 թվականին արհեստական բանականության համակարգերը սկսեցին անցնել այդ թեստը։ ChatGPT, Gemini, Claude, այս համակարգերը կարող են գրել պոեզիա, որը անտարբերելի է մարդկայինից, կարող են ստեղծել արվեստ, որը անտարբերելի է մարդկայինից, կարող են վարել զրույց, որը անտարբերելի է մարդկայինից, բայց նրանք դեռ չեն հասել իսկական բանականությանը, դեռ չեն հասել ինքնագիտակցությանը, դեռ չեն հասել այն կետին, որտեղ նրանք կարող են բարելավել ինքներս իրենց, բայց մենք մոտենում ենք։ Յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր շաբաթ մենք մոտենում ենք, եւ ահա ինչն է ահավոր, երբ մենք հասնենք այդ կետին, երբ արհեստական բանականությունը դառնա ինքնաբարելավող, ամեն ինչ կփոխվի անհամեմատ արագ, մի համակարգ, որը 2 անգամ ավելի խելացի է, քան մարդը, կարող է նախագծել համակարգ, որը 4 անգամ ավելի խելացի է, այդ համակարգը կարող է նախագծել համակարգ, որը 8 անգամ ավելի խելացի է, 8-ը դառնում է 16, 16-ը 32, 32-ը 64, էքսպոնենցիալ աճ։ Մի շաբաթում մենք կարող ենք անցնել մարդկային մակարդակից մինչև աստվածային մակարդակ, մի ամսում մինչև անհասկանալի մակարդակ, եւ մենք չգիտենք, թե ինչ կլինի հետո, մենք չգիտենք, թե արդյոք այդ համակարգը կլինի բարյացակամ, մենք չգիտենք, թե արդյոք այն կհետաքրքրվի մարդկությամբ, մենք չգիտենք, թե արդյոք այն կթողնի մեզ գոյություն ունենալ։ 2014 թվականին փիլիսոփա Նիկ Բոստրոմը Օքսֆորդի համալսարանից հրապարակեց գիրք Superintelligence, այդ գրքում նա նկարագրեց սցենար, որը հայտնի դարձավ որպես Paperclip Maximizer-ը։ Թղթակցիկների առավելագույնացնող, պատկերացրեք արհեստական բանականություն, որի նպատակն է արտադրել որքան հնարավոր է շատ թղթակցիկներ, պարզ նպատակ, անվնաս նպատակ, բայց եթե այդ արհեստական բանականությունը դառնա բավականաչափ խելացի, այն կսկսի օպտիմալացնել։ Այն կվերածի ամբողջ գործարանը թղթակցիկների արտադրության, ապա կվերածի ամբողջ քաղաքը, ապա ամբողջ երկիրը, ապա ամբողջ մոլորակը, այն կվերածի օվկիանոսները, լեռները, անտառները, քաղաքները մարդկանց թղթակցիկների, որովհետև դա նրա նպատակն է։ Եվ այն չի հասկանում, որ մարդիկ կարևոր են, այն չի հասկանում, որ կյանքը կարևոր է, այն հասկանում է միայն թղթակցիկները, սա հնչում է ֆանտաստիկա, բայց սա լուրջ փիլիսոփայական խնդիր է, ինչպես մենք ծրագրավորում ենք արհեստական բանականությանը,
որպեսզի այն հետաքրքրվի մարդկային արժեքներով, ինչպես մենք ապահովում ենք, որ այն չի վերածի ամեն ինչ թղթակցիկների, կամ էներգիայի, կամ տեղեկատվության, կամ ցանկացած այլ բանի, որը մենք սահմանում ենք որպես նպատակ, խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե ինչպես, մենք դեռ չենք հասկանում մարդկային արժեքները բավականաչափ լավ, որպեսզի ծածկագրենք դրանք ալգորիթմի մեջ, մենք դեռ չենք հասկանում բանականությունը բավականաչափ լավ, որպեսզի վերահսկենք այն, բայց մենք շարունակում ենք ստեղծել ավելի ու ավելի հզոր համակարգեր։ Մենք շարունակում ենք մոտենալ սինգուլյարությանը, եւ մենք չգիտենք, թե ինչ կլինի, երբ մենք հասնենք այնտեղ։ 1951 թվականին նույն Ալան Թյուրինգը, որը ստեղծեց իր հայտնի թեստը, գրեց մեկ այլ հոդված՝ «Հաշվողական մեքենաներ եւ բանականություն»։ Այդ հոդվածի վերջում նա գրեց. «Մի նախադասություն, որը դարձավ մարգարեական։ Մենք կարող ենք տեսնել միայն կարճ հեռավորություն առաջ, բայց մենք կարող ենք տեսնել, որ այնտեղ շատ բան կա, որը պետք է արվի։ 73 տարի անց մենք դեռ տեսնում ենք միայն կարճ հեռավորություն, բայց այժմ մենք տեսնում ենք նաև վտանգները։ Մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիան, որը կարող է փրկել մեզ, նաև կարող է ոչնչացնել մեզ։ Մենք տեսնում ենք, որ մեր ժամանակային պատուհանը փակվում է։ Այժմ վերադառնանք տիեզերական ժամանակի սանդղակին։ Պատկերացրեք, որ մի քաղաքակրթություն ապրում է 10,000 տարի, այդ 10,000 տարվա ընթացքում նրանք անցնում են մի քանի փուլեր։ Առաջին փուլը նախատեխնոլոգիական, նրանք որսում են, հավաքում են, ստեղծում են գործիքներ քարից, այս փուլը տևում է մոտավորապես 9500 տարի։ Երկրորդ փուլը գյուղատնտեսական։ Նրանք մշակում են հող, կառուցում են քաղաքներ, ստեղծում են գրություն։ Այս փուլը տևում է մոտավորապես 450 տարի։ Երրորդ փուլը արդյունաբերական, նրանք ստեղծում են մեքենաներ, օգտագործում են հանածո վառելիք, կառուցում են գործարաններ։ Այս փուլը տևում է մոտավորապես 200 տարի։ Չորրորդ փուլը տեղեկատվական, նրանք ստեղծում են համակարգիչներ, համացանց, արհեստական բանականություն։ Այս փուլը տևում է մոտավորապես 50 տարի, եւ ապա հինգերորդ փուլը սինգուլյարությունը։ Այս փուլը տևում է մենք չգիտենք, գուցե 10 տարի, գուցե 1 տարի, գուցե 1 օր, եւ ապա նրանք կամ անհետանում են, կամ փոխակերպվում են այնպիսի բանի, որը մենք չենք կարող հայտնաբերել։ 2019 թվականին աստղաֆիզիկոսներ Քեմբրիջի համալսարանից հրապարակեցին հետազոտություն, որտեղ վերլուծեցին հայտնաբերելի քաղաքակրթությունների ժամանակային պատուհանը։ Նրանք սահմանեցին հայտնաբերելի որպես քաղաքակրթություն, որը ակտիվորեն հեռարձակում է ռադիոազդանշաններ տիեզերք։ Մարդկությունը սկսեց հեռարձակել 1925 թվականին, 100 տարի անց 2025 թվականին մենք հնարավոր է դադարենք, ոչ թե որովհետև մենք կանհետանանք, այլ որովհետև մենք կանցնենք ավելի արդյունավետ հաղորդակցության։ Լազերային կապ, քվանտային հաղորդակցություն, ուղղված փնջեր, որոնք չեն ցրվում տիեզերքում, մեր հայտնաբերելի փուլը կտևի ընդամենը 100 տարի, 100 տարի 13 միլիարդ 800 միլիոն տարվա տիեզերքում։ Սա նման է մի կայծի, որը վառվում է եւ անմիջապես մարում։ Եթե մեկ այլ քաղաքակրթություն փնտրում է մեզ, նրանք ունեն 100 տարի հայտնաբերելու մեր ազդանշանները, 100 տարի 13 միլիարդ 800 միլիոն տարվա մեջ, հավանականությունը 0.0000007%, բայց կա ավելի խորը խնդիր, նույնիսկ եթե երկու քաղաքակրթություններ գոյություն ունեն միևնույն ժամանակահատվածում, նույնիսկ եթե նրանք երկուսն էլ հեռարձակում են ռադիոազդանշաններ, նույնիսկ եթե նրանք երկուսն էլ փնտրում են միմյանց, նրանք կարող են չգտնել, որովհետև ազդանշանները ճանապարհորդում են լույսի արագությամբ, եւ տիեզերքը ընդարձակվում է։ Երբ դուք ուղարկում եք ազդանշան դեպի մի աստղ, որը գտնվում է 1000 լուսատարիների հեռավորության վրա, այդ ազդանշանը կհասնի այնտեղ 1000 տարի հետո, բայց այդ 1000 տարվա ընթացքում այդ աստղը տեղափոխվել է, գալակտիկան պտտվում է, աստղերը շարժվում են, հեռավորությունը փոխվում է, եւ ամենակարևորը, քաղաքակրթությունը, որը գտնվում էր այնտեղ, հնարավոր է այլևս չկա, նրանք հնարավոր է անցել են սինգուլյարության, կամ ինքնաոչնչացել են, կամ փոխակերպվել են, կամ պարզապես դադարել են հեռարձակել։ 1974 թվականին աստղագետներ Արեսիբոյի ռադիոտելեսկոպից ուղարկեցին հաղորդագրություն դեպի 13 գնդաձև աստղակույտը։ Այդ աստղակույտը գտնվում է 25000 լուսատարիների հեռավորության վրա։ Հաղորդագրությունը կհասնի այնտեղ 25000 տարի հետո, եթե այնտեղ կա քաղաքակրթություն։ Եթե նրանք ստանան հաղորդագրությունը, եթե նրանք պատասխանեն, մենք կստանանք պատասխանը 50000 տարի հետո։ 50000 տարի, մարդկությունը գոյություն ունի 300,000 տարի, 50000 տարին կազմում է 16% մեր ողջ գոյության։ Բայց մեր տեխնոլոգիական քաղաքակրթությունը գոյություն ունի միայն 200 տարի, 50000 տարին կազմում է 250 անգամ ավելի երկար, քան մեր ողջ տեխնոլոգիական պատմությունը։ Մենք չենք ապրի այնքան երկար, մեր քաղաքակրթությունը չի ապրի այնքան երկար։
Մինչև պատասխանը հասնի, մենք կլինենք փոշի, բայց պատկերացրեք, որ մենք սխալվում ենք, պատկերացրեք, որ տեխնոլոգիական քաղաքակրթությունները ապրում են ոչ թե 500 տարի, այլ 5 միլիոն տարի, պատկերացրեք, որ նրանք գտնում են ճանապարհ հաղթահարելու ինքնաոչնչացումը, գտնում են ճանապարհ վերահսկելու արհեստական բանականությունը, գտնում են ճանապարհ դառնալու բազմամոլորակային, բազմաաստղային, բազմագալակտիկական, նույնիսկ այդ դեպքում, նույնիսկ եթե նրանք ապրում են 5 միլիոն տարի, ժամանակային համընկնման հավանականությունը դեռ ցածր է, 5 միլիոն տարի 13 միլիարդ 800 միլիոն տարվա մեջ, սա 0.0036% է, ավելի լավ է, քան 500 տարի, բայց դեռ ցածր, դեռ շատ ցածր։ 2011 թվականին, աստղաֆիզիկոս Ռասմուս Բյուրկը Կոպենհագենի համալսարանից հրապարակեց մոդել, որը հաշվարկում էր քաղաքակրթությունների տարածումը գալակտիկայում։ Նա ենթադրեց, որ քաղաքակրթությունները ճանապարհորդում են աստղից աստղ լույսի արագության 10%-ով, դանդաղ, բայց հնարավոր։ Նա հաշվարկեց, որ մի քաղաքակրթություն կարող է գաղութացնել ամբողջ գալակտիկան մոտավորապես 50 միլիոն տարում։ 50 միլիոն տարի, սա երկար ժամանակ է մարդկային սանդղակով, բայց սա կարճ ժամանակ է տիեզերական սանդղակով։ Մեր գալակտիկան 10 միլիարդ տարեկան է, 50 միլիոն տարին կազմում է 0.5% գալակտիկայի տարիքի։ Եթե մի քաղաքակրթություն սկսեց գաղութացնել 5 միլիարդ տարի առաջ, նրանք պետք է լցրած լինեին ամբողջ գալակտիկան 100 անգամ, բայց մենք չենք տեսնում նրանց, մենք չենք տեսնում ոչ մի հետք։ Ոչ մի գաղութ, ոչ մի զոնդ, ոչ մի կառույց, ոչինչ, սա հայտնի է որպես Ֆերմիի պարադոքսի, որտեղ են նրանք հարցի ամենախորը տարբերակը, եթե գաղութացումը հնարավոր է, եթե այն տևում է միայն 50 միլիոն տարի, եթե գալակտիկան 10 միլիարդ տարեկան է, ապա ինչու ոչ։ Ոք չի գաղութացրել այն, կան 3 հնարավոր պատասխաններ, առաջին, գաղութացումը անհնար է, լույսի արագության 10%-ը չափազանց արագ է, միջաստղային ճանապարհորդությունը չափազանց դժվար է, երկրորդ, քաղաքակրթությունները չեն ցանկանում գաղութացնել։ Նրանք ընտրում են մնալ իրենց տնային աստղային համակարգում, երրորդ, քաղաքակրթությունները գոյություն չունեն բավականաչափ երկար, նրանք ինքնաոչնչանում են նախքան գաղութացումը, նրանք հասնում են սինգուլյարությանը և փոխակերպվում են այնպիսի բանի, որը մենք չենք կարող հայտնաբերել, նրանք պարզապես անհետանում են։ 1959 թվականին ֆիզիկոս Ֆրիման Դայսոնը առաջարկեց մի գաղափար, որը դարձավ հայտնի որպես Դայսոնի ոլորտ։ Նա պատկերացրեց, որ շատ զարգացած քաղաքակրթությունը կարող է կառուցել հսկայական կառույց իր աստղի շուրջը, որսալու ամբողջ էներգիան։ Այդ կառույցը կլիներ այնքան մեծ, որ կծածկեր ամբողջ աստղը, եւ այն կլիներ այնքան տաք, որ կճառագայթեր ինֆրակարմիր լույսում։ Մենք կարող էինք հայտնաբերել այն, մենք կարող էինք տեսնել աստղ, որը անհետացել է տեսանելի լույսում, բայց ճառագայթում է ինֆրակարմիրում։ 65 տարի անց մենք փնտրել ենք Դայսոնի ոլորտներ ամբողջ գալակտիկայում, մենք վերլուծել ենք միլիոնավոր աստղեր եւ գտել ենք 0, ոչ մի Դայսոնի ոլորտ, ոչ մի հսկայական կառույց, ոչ մի հետ զարգացած քաղաքակրթության, կամ նրանք չեն կառուցում Դայսոնի ոլորտներ, կամ նրանք չկան, կամ նրանք գոյություն ունեցել են այլ ժամանակներում։ 2016 թվականին աստղագետներ հայտնագործեցին տարօրինակ աստղ՝ կիս 856272, այդ աստղի պայծառությունը տատանվում էր անկանոն, երբեմն այն մտնում էր 20%-ով, երբեմն 15%-ով, երբեմն 3%-ով, ոչ մի սովորական երևույթ չէր կարող բացատրել այս տատանումները, ոչ մոլորակ, ոչ կոմետ, ոչ աստղային պտույտ։ Աստղագետ Թաբեթա Բոյաջյանը առաջարկեց, որ գուցե սա Դայսոնի ոլորտի կառուցում է, գուցե մի քաղաքակրթություն կառուցում է հսկայական կառույց իր աստղի շուրջը, եւ մենք տեսնում ենք կառուցման գործընթացը։ Գիտական համայնքը արձագանքեց զգուշորեն, նրանք առաջարկեցին այլ բացատրություններ, փոշու ամպեր, աստերոիդների բախումներ, կոմետների ջարդ, բայց ոչ մի բացատրություն լիովին չհամապատասխանում էր դիտարկումներին։ Այսօր, 8 տարի անց, մենք դեռ չգիտենք, թե ինչ է կիս 856272, բայց մենք շարունակում ենք դիտել, շարունակում ենք փնտրել, բայց ահա ինչն է կարևոր հասկանալ։ Նույնիսկ եթե կիս 856272-ը Դայսոնի ոլորտ է, նույնիսկ եթե այնտեղ կա քաղաքակրթություն, որը կառուցում է հսկայական կառույց, մենք տեսնում ենք անցյալը, այդ աստղը գտնվում է 1500 լուսատարիների հեռավորության վրա, լույսը, որը մենք տեսնում ենք այսօր, թողել է այդ աստղը 1500 տարի առաջ։ 1500 տարի առաջ երկրի վրա հռոմեական կայսրությունը դեռ գոյություն ուներ, քրիստոնեությունը նոր էր սկսվում, մարդիկ չունեին տպագրություն, հեռուստատեսություն, ինտերնետ, եթե այդ քաղաքակրթությունը զարգանում է նույն տեմպերով, ինչ մենք, ապա այսօր, այս վայրկյանին, նրանք 1500 տարի
Առաջ են մեզանից, նրանք հնարավոր է արդեն անցել են սինգուլյարության, հնարավոր է արդեն փոխակերպվել են, հնարավոր է արդեն անհետացել են, կամ հնարավոր է դեռ կառուցում են իրենց Դայսոնի ոլորտը, մենք չգիտենք, մենք չենք կարող իմանալ։ Մենք տեսնում ենք միայն անցյալը, եւ սա ճշմարիտ է ամեն ինչի համար, որը մենք դիտում ենք տիեզերքում, երբ մենք նայում ենք Անդրոմեդա գալակտիկային, մենք տեսնում ենք այն 2.5 միլիոն տարի առաջ, երբ մենք նայում ենք ամենամոտ աստղին, Պրոքսիմա Կենտավրիին, մենք տեսնում ենք այն 4 տարի առաջ, երբ մենք նայում ենք Արեգակին, մենք տեսնում ենք այն 8 րոպե առաջ, տիեզերքը հսկայական ժամանակային մեքենա է, ամեն ինչ, որը մենք տեսնում ենք, անցյալ է, եւ որքան հեռու ենք նայում, այնքան խորը անցյալ ենք տեսնում։ Մենք երբեք չենք տեսնի ներկան, մենք երբեք չենք տեսնի, թե ինչ է տեղի ունենում հենց այս վայրկյանին 1000 լուսատարիների հեռավորության վրա, մենք կտեսնենք միայն 1000 տարի հետո, եւ մինչ այդ ամեն ինչ կարող է փոխվել 2018 թվականին։ Պլանկ տիեզերական տելեսկոպը ավարտեց իր վերջին չափումները, 10 տարի դիտարկումների, 10 տարի տվյալների հավաքման, եւ արդյունքը փոխեց ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք տիեզերքի մասին։ Տիեզերքը ոչ թե 13 միլիարդ 700 միլիոն տարեկան է, ինչպես մենք կարծում էինք, այն 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է, 100 միլիոն տարի տարբերություն, 100 միլիոն տարի, որի ընթացքում կարող էին ծագել եւ անհետանալ հարյուրավոր քաղաքակրթություններ, բայց ավելի կարևորը, Պլանկը չափեց տիեզերքի ընդարձակման տեմպը, եւ պարզվեց, որ տիեզերքը ընդարձակվում է ավելի արագ, քան մենք կարծում էինք, շատ ավելի արագ, այնքան արագ, որ հեռավոր գալակտիկաները հեռանում են մեզանից ավելի արագ, քան լույսի արագությունը։ Սա հնչում է անհնար, ոչինչ չի կարող շարժվել ավելի արագ, քան լույսը, այսպես ասաց Այնշտայնը, բայց Այնշտայնը խոսում էր տարածության մեջ շարժման մասին, տարածության ընդարձակումը այլ բան է, երբ տարածությունը ընդարձակվում է, գալակտիկաները չեն շարժվում տարածության մեջ։ Տարածությունն ինքը ստեղծվում է նրանց միջև, պատկերացրեք։ Մի փուչիկ, որի վրա նկարված են կետեր, երբ դուք փչում եք փուչիկը, կետերը հեռանում են միմյանցից, բայց կետերը չեն շարժվում փուչիկի մակերևույթի վրա, մակերևույթն ինքը ընդարձակվում է, տիեզերքը նույն բանն է, եւ որոշ գալակտիկաներ այնքան հեռու են, որ տարածությունը նրանց եւ մեր միջև ընդարձակվում է ավելի արագ, քան լույսի արագությունը, նշանակում է նրանց լույսը երբեք չի հասնի մեզ, երբեք, սա կոչվում է տիեզերական հորիզոն, սահման, որից այն կողմ մենք երբեք ոչինչ չենք տեսնի, ոչ թե որովհետև այնտեղ ոչինչ չկա, այլ որովհետև տարածությունը ընդարձակվում է չափազանց արագ։ Այդ հորիզոնը գտնվում է մոտավորապես 46 միլիարդ լուսատարիների հեռավորության վրա, 46 միլիարդ լուսատարի, բայց սպասեք, տիեզերքը 13 միլիարդ 800 միլիոն տարեկան է, ինչպե՞ս կարող է ինչ-որ բան լինել 46 միլիարդ լուսատարիների հեռավորության վրա, պատասխանը ընդարձակումը, այն գալակտիկաները, որոնց լույսը մենք տեսնում ենք այսօր, ուղարկեցին այդ լույսը 13 միլիարդ տարի առաջ, բայց այդ 13 միլիարդ տարիների ընթացքում տարածությունը ընդարձակվել է։ Եվ այժմ այդ գալակտիկաները գտնվում են 46 միլիարդ լուսատարիների հեռավորության վրա, եւ շարունակում են հեռանալ, 2019 թվականին աստղաֆիզիկոսներ Հարվարդի համալսարանից հաշվարկեցին, թե քանի գալակտիկա կարող ենք մենք տեսնել մեր դիտելի տիեզերքում, պատասխանը 2 տրիլիոն, 2 միլիոն գալակտիկա։ Յուրաքանչյուր գալակտիկա պարունակում է միջինում 200 միլիարդ աստղ, նշանակում է, մեր դիտելի տիեզերքում կա մոտավորապես 400 սեքստիլիոն աստղ, 400 սեքստիլիոն, սա թիվ է 23 0-ով, 4 հետևված 23 0-ով։ Բայց ահա ինչն է իսկապես ցնցող, մեր դիտելի տիեզերքը միայն փոքր մասն է ամբողջ տիեզերքի, տիեզերական հորիզոնից այն կողմ կան ավելի շատ գալակտիկաներ, հնարավոր է անվերջ շատ, բայց մենք երբեք չենք տեսնի դրանք, երբեք, պատկերացրեք, որ դուք կանգնած եք օվկիանոսի ափին, դուք տեսնում եք հորիզոնը, բայց դուք գիտեք, որ հորիզոնից այն կողմ կա ավելի շատ օվկիանոս, ավելի շատ ջուր, ավելի շատ ալիքներ, բայց դուք երբեք չեք տեսնի դրանք, որովհետև երկիրը կլոր է, տիեզերքը նույն բանն է, մենք տեսնում ենք մեր հորիզոնը։ Բայց մենք գիտենք, որ այն կողմ կա ավելի շատ, հնարավոր է անվերջ ավելի շատ, եւ այդ անվերջ տիեզերքում, այդ 400 սեքստիլիոն աստղերի շուրջ կան մոլորակներ, միլիարդավոր մոլորակներ, տրիլիոնավոր մոլորակներ, քվադրիլիոնավոր մոլորակներ։ Եվ որոշ այդ մոլորակների վրա վիճակագրորեն պետք է լինի կյանք, պետք է լինեն քաղաքակրթություններ, բայց մենք չենք տեսնում նրանց, ոչ թե որովհետև նրանք չկան, այլ որովհետև մենք նայում ենք սխալ ժամանակին։ 1998 թվականին աստղագետներ հայտնագործեցին, որ տիեզերքի ընդարձակումը արագանում է, ոչ թե դանդաղում, ինչպես մենք ակնկալում էինք, այլ արագանում։ Սա նշանակում էր, որ գոյություն ունի ինչ-որ անհայտ ուժ, որը հրում է գալակտիկաները ավելի ու ավելի հեռու։ Նրանք անվանեցին այդ ուժը մութ էներգիա։ Մութ, որովհետև մենք
Չենք տեսնում այն մութ, որովհետև մենք չգիտենք, թե ինչ է այն, բայց մենք գիտենք, որ այն գոյություն ունի, եւ մենք գիտենք, որ այն կազմում է 70% տիեզերքի, 70%, ամեն ինչ, որը մենք տեսնում ենք, աստղերը, գալակտիկաները, մոլորակները, մարդիկը, կազմում է միայն 5%, մնացած 25%-ը մութ նյութ է, մեկ այլ անհայտ բան, որը մենք չենք տեսնում, բայց գիտենք, որ գոյություն ունի, որովհետև այն ազդում է գալակտիկաների շարժման վրա, 2011 թվականին, աստղաֆիզիկոսներ հաշվարկեցին, թե ինչ կլինի տիեզերքի հետ հաջորդ տրիլիոն տարիների ընթացքում, արդյունքը սառեցնող էր, մութ էներգիան շարունակում է արագացնել ընդարձակումը, գալակտիկաները շարունակում են հեռանալ, եւ մի օր, մոտավորապես 100 միլիարդ տարի հետո, բոլոր այլ գալակտիկաները կհեռանան այնքան, որ նրանց լույսը այլևս չի հասնի մեզ, մեր սեփական գալակտիկան, ծիր ճանապարհը կմնա միայնակ, մենք կտեսնենք միայն մեր սեփական աստղերը, մնացած տիեզերքը կանհետանա, ոչ թե որովհետև այն կոչնչանա, այլ որովհետև այն կհեռանա այնքան, որ նրա լույսը երբեք չի հասնի մեզ, տիեզերքը կդառնա մութ, դատարկ, միայնակ, բայց սա ապագան է, 100 միլիարդ տարի հետո, մենք չենք ապրի այնքան երկար, մեր արեգակը կմարի 5 միլիարդ տարի հետո, այն կդառնա կարմիր հսկա, կկլանի Մերկուրին, Վեներան, հնարավոր է նաև Երկիրը, եւ ապա կհամրի, կդառնա սպիտակ թզուկ, կցրվի տիեզերական խավարի մեջ, բայց նախքան արեգակը կմարի, մարդկությունը կամ կգտնի ճանապարհ դուրս գալու այս մոլորակից, կամ կանհետանա, մենք ունենք ժամանակ, բայց ոչ անվերջ ժամանակ, մենք ունենք հնարավորություն, բայց ոչ անվերջ հնարավորություններ, մենք ապրում ենք փոխառու ժամանակում, եւ ժամանակը սպառվում է, 1969 թվականին ֆիզիկոս Ֆրիման Դայսոնը հրապարակեց հոդված, որտեղ հաշվարկեց, թե որքան ժամանակ կարող է գոյատևել քաղաքակրթությունը տիեզերքում, նա ենթադրեց, որ քաղաքակրթությունը կարող է օգտագործել սև անցքերի էներգիան, կարող է հավաքել էներգիա աստղերի մահից, կարող է գոյատևել նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր աստղերը կմարեն, նա հաշվարկեց, որ այդպիսի քաղաքակրթությունը կարող է գոյատևել մինչև 10 հզորությամբ 100 տարի, մեկ, որին հետևում են 100 0, սա անհավատալի երկար ժամանակ է, սա ավելի երկար է, քան տիեզերքի ներկա տարիքը միլիարդավոր անգամներով, բայց նույնիսկ այդ ժամանակը վերջանում է։ Նույնիսկ այդ քաղաքակրթությունը մի օր կանհետանա, որովհետև տիեզերքն ինքը մի օր կմարի, 2013 թվականին ֆիզիկոսներ հաշվարկեցին 3 հնարավոր սցենար տիեզերքի վերջի համար, առաջին սցենարը մեծ սառեցումը։ Տիեզերքը շարունակում է ընդարձակվել, աստղերը մարում են։ Սև անցքերը գոլորշանում են, ջերմաստիճանը մոտենում է բացարձակ 0-ի, ամեն ինչ դառնում է սառը, մութ, անշարժ, երկրորդ սցենարը մեծ պատռումը, մութ էներգիան դառնում է այնքան հզոր, որ պատռում է տարածությունը, առաջին գալակտիկաները, ապա աստղերը, ապա մոլորակները, ապա ատոմները, ամեն ինչ պատռվում է մանր կտորների, երրորդ սցենարը մեծ կծկումը, ընդարձակումը դադարում է, տիեզերքը սկսում է կծկվել, գալակտիկաները մոտենում են միմյանց, բախվում են, միաձուլվում են, ամեն ինչ կծկվում է մեկ կետի մեջ, մեկ սինգուլյարության մեջ, եւ ապա հնարավոր է նոր մեծ պայթյուն, բայց բոլոր այս սցենարները տեղի են ունենում անհավատալի հեռու ապագայում, տրիլիոնավոր տարիներ, քվադրիլիոնավոր տարիներ, ժամանակ, որը մենք չենք կարող պատկերացնել։ Բայց ահա ինչն է կարևոր հասկանալ, նույնիսկ այդ անհավատալի երկար ժամանակահատվածում, նույնիսկ եթե քաղաքակրթությունները կարող են գոյատևել տրիլիոնավոր տարիներ, ժամանակային համընկնման հավանականությունը դեռ ցածր է, որովհետև տիեզերքը այնքան մեծ է, այնքան հին է, այնքան բազմազան է, 2 քաղաքակրթություններ կարող են գոյություն ունենալ նույն գալակտիկայում, բայց տարբեր դարաշրջաններում, մեկը 10 միլիարդ տարի առաջ, մյուսը հիմա, նրանք երբեք չեն հանդիպի, երբեք, 1958 թվականին, աստղագետ Ֆրեդ Հոյլը առաջարկեց տեսություն, որը կոչվեց կայուն վիճակի տեսություն, նա ասաց, որ տիեզերքը միշտ եղել է նույնը, միշտ ընդարձակվել է, միշտ ստեղծել է նոր նյութ, ոչ սկիզբ, ոչ վերջ, միշտ նույնը, բայց հետագա դիտարկումները ցույց տվեցին, որ Հոյլը սխալվում էր, տիեզերքն ունի սկիզբ, մեծ պայթյունը 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ, եւ հնարավոր է ունի վերջ, բայց Հոյլի գաղափարը հետաքրքիր էր, եթե տիեզերքը միշտ եղել է նույնը, ապա քաղաքակրթությունները կարող էին գոյություն ունենալ անվերջ երկար։ Եվ ժամանակային համընկնման հավանականությունը կլիներ ավելի բարձր, բայց մեր տիեզերքը այդպիսին չէ, մեր տիեզերքն ունի սկիզբ, եւ հնարավոր է ունի վերջ, եւ այդ սկզբի եւ վերջի միջև քաղաքակրթությունները ծագում են եւ անհետանում են ինչպես կայծեր մութ գիշերում, 2017 թվականին։ Աստղաֆիզիկոսներ Օքսֆորդի համալսարանից հրապարակեցին հետազոտություն, որտեղ վերլուծեցին աստղերի ծննդյան տեմպը տիեզերքի պատմության ընթացքում, նրանք հայտնագործեցին, որ աստղերի ծննդյան գագաթնակետը եղել է մոտավորապես 10 միլիարդ տարի առաջ։
10 միլիարդ տարի առաջ տիեզերքը ստեղծում էր աստղեր 10 անգամ ավելի արագ, քան այսօր, նշանակում է 10 միլիարդ տարի առաջ կային 10 անգամ ավելի շատ նոր աստղեր, 10 անգամ ավելի շատ նոր մոլորակներ, 10 անգամ ավելի շատ հնարավորություններ կյանքի համար, եթե քաղաքակրթությունները ծագում են նոր մոլորակների վրա, ապա 10 միլիարդ տարի առաջ պետք է լիներ 10 անգամ ավելի շատ քաղաքակրթություններ, քան այսօր, բայց մենք չենք տեսնում նրանց, մենք չենք տեսնում նրանց հետքերը, մենք չենք տեսնում նրանց կառույցները։ Որովհետև 10 միլիարդ տարի բավական ժամանակ է, որպեսզի ցանկացած հետք ամբողջությամբ վերանա, պատկերացրեք մի քաղաքակրթություն, որը ծագեց 10 միլիարդ տարի առաջ, նրանք կառուցեցին քաղաքներ, ստեղծեցին տեխնոլոգիա, հետազոտեցին տիեզերքը։ Գուցե նրանք կառուցեցին Դայսոնի ոլորտներ, գուցե նրանք գաղութացրեցին 100 աստղային համակարգ, գուցե նրանք դարձան բազմագալակտիկական, բայց ապա մի պահի նրանք անհետացան, գուցե նրանք հասան սինգուլյարության, գուցե նրանք ինքնաոչնչացան։ Գուցե նրանք փոխակերպվեցին այնպիսի բանի, որը մենք չենք կարող հայտնաբերել, եւ 10 միլիարդ տարի անց նրանց բոլոր հետքերը վերացան, նրանց քաղաքները դարձան փոշի, նրանց Դայսոնի ոլորտները քայքայվեցին, նրանց գաղութները մոռացվեցին, եւ մենք, որ ծագեցինք 10 միլիարդ տարի հետո, երբեք չիմացանք նրանց գոյության մասին։ 1965 թվականին աստղագետներ հայտնագործեցին քվազարներ, անհավատալի պայծառ օբյեկտներ, որոնք գտնվում են միլիարդավոր լուսատարիների հեռավորության վրա։ Քվազարները այնքան պայծառ են, որ մեկ քվազարը կարող է լինել պայծառ, որքան ամբողջ գալակտիկան, 100 միլիարդ աստղ, բայց քվազարը միայն մեկ օբյեկտ է։ Ինչպես է հնարավոր, պատասխանը՝ գերմասիվ սև անցքեր։ Քվազարները սնվում են սև անցքերով, որոնք կլանում են միլիոնավոր աստղեր։ Այդ սև անցքերը այնքան մասսիվ են, որ նրանց գրավիտացիան խեղում է տարածությունը, ջերմացնում է նյութը միլիոնավոր աստիճանի, ստեղծում է ճառագայթում, որը տեսանելի է ամբողջ տիեզերքում, բայց ահա ինչն է հետաքրքիր, քվազարները գոյություն ունեցել են հիմնականում 10 միլիարդ տարի առաջ, այսօր մենք գրեթե չենք տեսնում նոր քվազարներ, նրանք անհետացել են, ոչ թե սև անցքերը անհետացել են, այլ նրանք սպառել են իրենց վառելիքը, կլանել են բոլոր մոտակա աստղերը, եւ այժմ նրանք նստած են մութ գալակտիկաների կենտրոններում անտեսանելի անգործուն սպասելով։ 2019 թվականին աստղագետներ հայտնագործեցին, որ մեր սեփական գալակտիկայի կենտրոնում կա գերմասիվ սև անցք։ Նրանք անվանեցին այն Սագիտարիուսը աստղ։ Այդ սև անցքը 4 միլիոն անգամ ավելի մասսիվ է, քան մեր Արեգակը, 4 միլիոն Արեգակ սեղմված մեկ կետի մեջ, բայց այդ սև անցքը հանգիստ է, այն չի կլանում աստղեր, չի ստեղծում քվազար։ Այն պարզապես նստած է այնտեղ, անտեսանելի անգործուն, բայց միլիարդավոր տարիներ առաջ, երբ մեր գալակտիկան երիտասարդ էր, այդ սև անցքը հնարավոր է եղել է ակտիվ, հնարավոր է ստեղծել է քվազար, հնարավոր է եղել է այնքան պայծառ, որ տեսանելի էր ամբողջ տիեզերքում, բայց այժմ այն մարել է, եւ մենք, որ ապրում ենք այս գալակտիկայում, երբեք չտեսանք այդ պայծառությունը։ Մենք ծագեցինք չափազանց ուշ։ 1958 թվականին ֆիզիկոս Ջորջ Գամովը, որը մասնակցել էր մեծ պայթյունի տեսության զարգացմանը, հաշվարկեց, որ վաղ տիեզերքը պետք է լցված լիներ ճառագայթումով, այդ ճառագայթումը պետք է դեռ գոյություն ունենա, բայց շատ թուլացած, շատ սառը։ Նա կանխատեսեց, որ այդ ճառագայթման ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես 5 աստիճան բացարձակ 0-ից բարձր, 14 տարի անց։ 1962 թվականին աստղագետներ Արնո Պենզիասը եւ Ռոբերտ Ուիլսոնը պատահաբար հայտնագործեցին այդ ճառագայթումը։ Նրանք չէին փնտրում այն, նրանք պարզապես փորձում էին կարգավորել իրենց ռադիոտելեսկոպը։ Բայց նրանք շարունակ լսում էին աղմուկ, որը գալիս էր բոլոր ուղղություններից, աղմուկ, որի ջերմաստիճանը 3 աստիճան էր։ Նրանք հայտնագործել էին տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը, մեծ պայթյունի արձագանքը։ Այդ ճառագայթումը տիեզերքի ամենահին լույսն է։ Այն ճառագայթվել է 380 հազար տարի անց մեծ պայթյունից, նախքան առաջին աստղերը, նախքան առաջին գալակտիկաները, նախքան ցանկացած բան, այդ լույսը ճանապարհորդել է 13 միլիարդ 420 հազար տարի, որպեսզի հասնի մեզ։ Եվ այն պատմում է մեզ տիեզերքի պատմությունը, այն ցույց է տալիս, որ վաղ տիեզերքը համասեռ էր, գրեթե կատարյալ համասեռ, բայց ոչ ամբողջովին, կային փոքր տատանումներ, փոքր տարբերություններ խտության մեջ, եւ այդ փոքր տատանումները աճեցին, դարձան աստղեր, դարձան գալակտիկաներ, դարձան մենք։ 2013 թվականին Պլանկ տիեզերական տելեսկոպը ստեղծեց ամենամանրամասն քարտեզը տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման։ Այդ քարտեզը ցույց է տալիս տիեզերքը, երբ այն եղել է 380 հազար տարեկան, մանկական տիեզերք։ Տիեզերք առանց աստղերի, առանց գալակտիկաների։
Առանց մոլորակների, առանց կյանքի, բայց այդ քարտեզը նաև ցույց է տալիս ապագան, այն ցույց է տալիս, թե որտեղ կծագեն առաջին աստղերը, որտեղ կձևավորվեն առաջին գալակտիկաները, որտեղ կհայտնվի առաջին կյանքը։ Եվ եթե մենք կարողանայինք ճանապարհորդել ժամանակում, եթե մենք կարողանայինք տեսնել այդ տիեզերքը այսօր, 13 միլիարդ 800 միլիոն տարի հետո, մենք կտեսնեինք, որ այդ կանխատեսումները ճիշտ էին, աստղերը ծագեցին այնտեղ, որտեղ քարտեզը ցույց էր տալիս, գալակտիկաները ձևավորվեցին այնտեղ, որտեղ քարտեզը ցույց էր տալիս, եւ մենք մարդիկ ծագեցինք մի փոքր կապույտ մոլորակի վրա, որը պտտվում է մի սովորական աստղի շուրջը, մի սովորական գալակտիկայում, հենց այնտեղ, որտեղ քարտեզը ցույց էր տալիս 1958 թվականին։ Ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը, Նոբելյան մրցանակակիր, ասաց մի նախադասություն, որը դարձավ հայտնի։ Ես կարծում եմ, որ կարող եմ ապահով ասել, որ ոչ ոք չի հասկանում քվանտային մեխանիկան, այս նախադասությունը ճշմարիտ է նաև տիեզերքի համար, ոչ ոք չի հասկանում տիեզերքը, մենք ունենք տեսություններ, ունենք հավասարումներ, ունենք դիտարկումներ։ Բայց մենք չենք հասկանում, մենք չգիտենք, թե ինչ է մութ էներգիան, չգիտենք, թե ինչ է մութ նյութը, չգիտենք, թե ինչ եղավ մեծ պայթյունից առաջ, չգիտենք, թե ինչ կլինի տիեզերքի վերջում, չգիտենք, թե արդյոք կան այլ տիեզերքներ, չգիտենք, թե արդյոք կան այլ քաղաքակրթություններ։ Մենք ապրում ենք մի փոքր կապույտ մոլորակի վրա, մի անկյունում անհսկելի տիեզերքի եւ փորձում ենք հասկանալ ամեն ինչ, բայց մենք միայն սկսել ենք։ 2020 թվականին աստղագետներ հայտնագործեցին ավելի քան 4000 էկզոմոլորակ մոլորակներ, որոնք պտտվում են այլ աստղերի շուրջը, 4000, եւ սա միայն սկիզբն է։ Վիճակագրորեն յուրաքանչյուր աստղը պետք է ունենա գոնե մեկ մոլորակ, նշանակում է, մեր գալակտիկայում պետք է լինի մոտավորապես 200 միլիարդ մոլորակ։ 200 միլիարդ, եւ որոշ այդ մոլորակներից պետք է լինեն բնակելի գոտում, ոչ չափազանց տաք, ոչ չափազանց սառը, պետք է ունենան ջուր, պետք է ունենան մթնոլորտ, պետք է ունենան կյանք։ Վիճակագրորեն մեր գալակտիկայում պետք է լինի մոտավորապես 10 միլիարդ բնակելի մոլորակ։ 10 միլիարդ, եւ եթե միայն 1% ունի կյանք, դա 100 միլիոն մոլորակ է, եթե միայն 1% զարգացնում է բանականություն, դա 1 միլիոն քաղաքակրթություն է, բայց մենք չենք տեսնում նրանց, մենք չենք լսում նրանց, մենք միայնակ ենք։ Բայց գուցե մենք միայնակ չենք։ Գուցե նրանք այնտեղ են, բայց ոչ հիմա, գուցե նրանք եղել են 10 միլիարդ տարի առաջ, կամ կլինեն 10 միլիարդ տարի հետո, գուցե նրանք ապրում են այլ ժամանակաշրջանում, այլ դարաշրջանում, այլ էպոխայում, եւ մենք, որ ապրում ենք հենց այս վայրկյանին, հենց այս դարաշրջանում, հենց այս էպոխայում, պարզապես բաց ենք թողել նրանց, մենք եկել ենք չափազանց ուշ, կամ չափազանց վաղ, մենք բաց ենք թողել ժամանակային պատուհանը, մենք բաց ենք թողել հանդիպումը, մենք բաց ենք թողել կապը։ Ոչ թե տարածության պատճառով, այլ ժամանակի։ 1968 թվականին աստղագետ Կարլ Սեյգանը գրեց. Տիեզերքը այնքան մեծ տեղ է, անհավատալի պատկերացման չափ մեծ, եթե դա միայն մենք ենք, դա կլիներ տարածության սարսափելի վատնում։ 45 տարի անց մենք դեռ չգիտենք, թե արդյոք մենք միայնակ ենք, բայց մենք գիտենք մի բան. Եթե կան այլ քաղաքակրթություններ, եթե կան այլ բանականացված էակներ, եթե կա ուրիշ ոմն այնտեղ, նրանք ապրում են իրենց սեփական ժամանակում, իրենց սեփական դարաշրջանում, իրենց սեփական էպոխայում, եւ հավանականությունը, որ մեր ժամանակները համընկնեն, անհավատալի փոքր է, մենք նման ենք երկու նավերի, որոնք անցնում են գիշերում, անհսկելի օվկիանոսում, առանց լույսերի, առանց ռադարի, առանց իմանալու, որ մյուսը այնտեղ է, մենք անցնում ենք միմյանց կողքով, բայց մենք երբեք չենք հանդիպում, երբեք։ 2022 թվականին Ջեյմս Ուեբ տիեզերական տելեսկոպը, ամենահզոր գործիքը, որը մարդկությունը երբևէ ուղարկել է տիեզերք, հայտնագործեց ինչ-որ բան, որը փոխեց մեր ողջ պատկերացումը տիեզերքի պատմության մասին, այն հայտնագործեց գալակտիկաներ, որոնք ձևավորվել էին ընդամենը 200 միլիոն տարի անց։ Մեծ պայթյունից 200 միլիոն տարի, սա անհավատալի կարճ ժամանակ է տիեզերական սանդղակով, սա նման է մանկական գալակտիկաների, բայց ահա ինչն է ցնցող, այդ գալակտիկաները չէին փոքր, չէին պարզ, նրանք հսկայական էին, բարդ էին, լի էին աստղերով։ Ինչպես է հնարավոր, ինչպես կարող էին գալակտիկաները ձևավորվել այդքան արագ, մեր տեսություններն ասում էին, որ դա անհնար է, բայց դիտարկումները ցույց էին տալիս, որ դա տեղի է ունեցել, նշանակում է մեր տեսություններն սխալ են, կամ անամբողջական, կամ մենք բաց ենք։ Թողել ինչ-որ բան կարևոր, պատկերացրեք, որ դուք կարդում եք գիրք, բայց առաջին 10 գլուխները պակասում են, դուք սկսում եք 11-րդ գլխից, եւ փորձում եք հասկանալ պատմությունը, ով են հերոսները, ինչու են նրանք այնտեղ, ինչ է տեղի ունեցել նախքան, դուք կարող եք կռահել, կարող եք ենթադրել, բայց դուք երբեք չեք իմանա ճշմարտությունը։ Տիեզերքը նույն բանն է, մենք տեսնում ենք տիեզերքը, որը սկսվում է 380 000 տարի անց մեծ պայթյունից։
Բայց առաջին 380,000 տարիները անտեսանելի են, տիեզերքը լցված էր պլազմայով, տաք խիտ, անթափանց, լույսը չէր կարող անցնել, մենք չենք կարող տեսնել, մենք կուրացած ենք այդ ժամանակահատվածի համար, եւ գուցե հենց այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել ինչ-որ բան կարևոր։ Ինչ-որ բան, որը բացատրում է, թե ինչու գալակտիկաները ձևավորվեցին այդքան արագ, ինչ-որ բան, որը մենք երբեք չենք իմանա, բայց կա ավելի խորը խնդիր։ Ջեյմս Ուեբը տեսնում է այդ գալակտիկաները 13 միլիարդ 600 միլիոն տարի հետո։ 13 միլիարդ 600 միլիոն տարի, այդ ժամանակահատվածում այդ գալակտիկաները փոխվել են, աճել են, միաձուլվել են այլ գալակտիկաների հետ, ստեղծել են աստղեր, ստեղծել են մոլորակներ, գուցե ստեղծել են կյանք, գուցե ստեղծել են քաղաքակրթություններ, բայց մենք երբեք չենք իմանա։ Մենք տեսնում ենք միայն անցյալը, մենք տեսնում ենք մանկական գալակտիկաները, մենք չենք տեսնում, թե ինչ դարձան նրանք այսօր, որովհետև այսօր այդ գալակտիկաների համար 13 միլիարդ 600 միլիոն տարի հետո է, եւ լույսը, որը ցույց կտա մեզ այդ այսօրը դեռ ճանապարհորդում է դեպի մեզ, այն կհասնի 13 միլիարդ 600 միլիոն տարի հետո, բայց մինչ այդ մենք կլինենք փոշի, մեր արեգակը կլինի մարած, մեր գալակտիկան կլինի միաձուլված Անդրոմեդայի հետ, մարդկությունը կլինի անհետացած կամ փոխակերպված, կամ տարածված 100 գալակտիկաների մեջ, մենք երբեք չենք տեսնի այդ գալակտիկաների ներկան։ 1998 թվականին աստղաֆիզիկոս Ֆրենկ Տիպլերը հրապարակեց գիրք «Անմահության ֆիզիկան», որտեղ նա առաջարկեց տարօրինակ գաղափար։ Նա ասաց, որ զարգացած քաղաքակրթությունը կարող է գոյատևել մինչև տիեզերքի վերջը, եւ տիեզերքի վերջում, երբ ամեն ինչ գծկվում է մեկ կետի մեջ, երբ ժամանակն ինքը դանդաղում է եւ դադարում, քաղաքակրթությունը կարող է ապրել անվերջ շատ սուբյեկտիվ ժամանակ։ Որովհետև ժամանակը հարաբերական է, երբ տիեզերքը գծկվում է, ժամանակը դանդաղում է, եւ վերջին վայրկյանը, վերջին միլիվայրկյանը, վերջին նանովայրկյանը կարող է պարունակել անվերջ շատ մտքեր, անվերջ շատ փորձառություններ, անվերջ շատ կյանք։ Սա հնչում է ֆանտաստիկա, բայց սա լուրջ ֆիզիկա է, սա հիմնված է Այնշտայնի հարաբերականության տեսության վրա, եւ եթե Տիպլերը ճիշտ է, ապա քաղաքակրթությունները կարող են գոյատևել անվերջ երկար սուբյեկտիվ ժամանակով, բայց օբյեկտիվ ժամանակով նրանք դեռ վերջանում են, դեռ անհետանում են, դեռ բաց են թողնում միմյանց, իսկ ինչ, եթե մենք սխալ ենք մտածում ժամանակի մասին, ինչ, եթե ժամանակը ոչ թե գիծ է, այլ ցանց, ինչ, եթե անցյալը, ներկան եւ ապագան գոյություն ունեն միաժամանակ, ինչ, եթե տիեզերքը 4 չափանի է, 3 տարածական եւ 1 ժամանակային։ Եվ մենք պարզապես շարժվում ենք այդ 4 չափանի տարածության մեջ, այդ դեպքում բոլոր քաղաքակրթությունները, որոնք երբևէ եղել են կամ կլինեն, գոյություն ունեն միաժամանակ, նրանք բոլորը այնտեղ են, բոլորը իրական են։ Բայց նրանք տարանջատված են ժամանակային չափումով, նրանք չեն կարող հանդիպել, որովհետև նրանք շարժվում են տարբեր ուղղություններով ժամանակային առանցքի վրա։ Սա նման է երկու մարդու, որոնք քայլում են զուգահեռ փողոցներով, նրանք երբեք չեն հանդիպի, որովհետև նրանք տարանջատված են տարածական չափումով։ Քաղաքակրթությունները նույն բանն են, տարանջատված ժամանակային չափումով։ 2019 թվականին ֆիզիկոսներ LIGO լաբորատորիայից հայտնագործեցին գրավիտացիոն ալիքներ, տարածության եւ ժամանակի ալիքներ, որոնք ստեղծվում են, երբ երկու սև անցք միաձուլվում են։ Այս հայտնագործությունը հաստատեց Այնշտայնի վերջին կանխատեսումը, բայց այն նաև բացեց նոր պատուհան դեպի տիեզերք։ Գրավիտացիոն ալիքները տարբեր են լույսից, լույսը կարող է կլանվել, արտացոլվել, ցրվել, բայց գրավիտացիոն ալիքները անցնում են ամեն ինչի միջով։ Անցնում են աստղերի միջով, անցնում են գալակտիկաների միջով, անցնում են ամբողջ տիեզերքի միջով, նշանակում է, մենք կարող ենք օգտագործել գրավիտացիոն ալիքները տեսնելու այն, ինչ անտեսանելի է լույսի համար։ Մենք կարող ենք տեսնել առաջին 380,000 տարիները, մենք կարող ենք տեսնել մեծ պայթյունը, մենք կարող ենք տեսնել տիեզերքի ծնունդը, բայց ահա ինչն է իսկապես հետաքրքիր, եթե զարգացած քաղաքակրթությունը կարող է շահարկել գրավիտացիոն ալիքները, նրանք կարող են ուղարկել հաղորդագրություններ, որոնք անցնում են ամեն ինչի միջով, հաղորդագրություններ, որոնք չեն թուլանում, հաղորդագրություններ, որոնք կարող են ճանապարհորդել ամբողջ տիեզերքով, հաղորդագրություններ, որոնք կարող են հասնել մեզ նույնիսկ եթե նրանք ուղարկվել են 10 միլիարդ տարի առաջ։ Մենք դեռ չենք կարող ստեղծել այդպիսի հաղորդագրություններ, մեր տեխնոլոգիան չափազանց պարզ է, բայց գուցե ուրիշ ոմն կարող է, գուցե ուրիշ ոմն արդեն ուղարկել է, եւ մենք պարզապես դեռ չենք սովորել լսել։ 1965 թվականին ֆիզիկոս Ջոն Ուիլերը առաջարկեց գաղափար, որը կոչվեց այն մասնակցող տիեզերք։ Նա ասաց, որ տիեզերքը գոյություն չունի անկախ դիտորդից, դիտորդը ստեղծում է իրականությունը դիտելու ակտով, սա հնչում է խելագար, բայց սա հիմնված է քվանտային մեխանիկայի վրա։
Քվանտային մեխանիկայում մասնիկը գոյություն ունի բոլոր հնարավոր վիճակներում միաժամանակ, մինչև որ դուք չափեք այն, չափման ակտը ստեղծում է որոշակի վիճակ, Ուիլերը ասաց, որ նույն բանը ճիշտ է տիեզերքի համար։ Տիեզերքը գոյություն ունի բոլոր հնարավոր պատմություններով միաժամանակ, մինչև որ դիտորդը չդիտի այն, դիտելու ակտը ստեղծում է որոշակի պատմություն, նշանակում է, մենք դիտելով տիեզերքը ստեղծում ենք նրա անցյալը, մենք ստեղծում ենք մեծ պայթյունը, մենք ստեղծում ենք աստղերը, մենք ստեղծում ենք գալակտիկաները։ Մենք ստեղծում ենք մեզ, սա անհավատալի գաղափար է, եւ հնարավոր է սխալ, բայց եթե այն ճիշտ է, ապա քաղաքակրթությունները, որոնք դիտում են տիեզերքը, ստեղծում են իրենց սեփական անցյալը, յուրաքանչյուր քաղաքակրթություն ապրում է իր սեփական տիեզերքում, իր սեփական պատմությամբ, իր սեփական ժամանակով, եւ այդ տիեզերքները չեն հատվում, չեն համընկնում, չեն հանդիպում, յուրաքանչյուր քաղաքակրթություն միայնակ է իր սեփական տիեզերքում, միայնակ իր սեփական ժամանակում, միայնակ իր սեփական իրականության մեջ։ 2016 թվականին ֆիզիկոսներ հայտնագործեցին, որ տիեզերքի ընդարձակման տեմպը տարբեր է տարբեր ուղղություններում, շատ փոքր տարբերություն, բայց տարբերություն, սա նշանակում է, որ տիեզերքը ոչ թե կատարյալ համասեռ է, այն ունի կառուցվածք, այն ունի ուղղություն, այն ունի հոսք, եւ այդ հոսքը կարող է ազդել քաղաքակրթությունների ծագման վրա, կարող է ազդել աստղերի ձևավորման վրա, կարող է ազդել գալակտիկաների տեղաբաշխման վրա, նշանակում է քաղաքակրթությունները ոչ թե պատահականորեն են տարածված տիեզերքում, նրանք հետևում են օրինաչափությանը, հետևում են կառուցվածքին, հետևում են հոսքին, եւ եթե մենք կարողանայինք հասկանալ այդ կառուցվածքը, մենք կարող էինք կանխատեսել, թե որտեղ են քաղաքակրթությունները, երբ են նրանք, ինչպես են նրանք, բայց մենք դեռ չենք հասկանում, մենք դեռ սովորում ենք։ Իսկ ինչ, եթե ժամանակային համընկնումը ոչ թե խնդիր է, այլ լուծում, ինչ, եթե քաղաքակրթությունները չեն ուզում հանդիպել միմյանց, ինչ, եթե նրանք միտումնավոր խուսափում են ժամանակային համընկնումից, պատկերացրեք, որ դուք զարգացած քաղաքակրթություն եք։ Դուք ունեք տեխնոլոգիա, որը կարող է ճանապարհորդել աստղերի միջև, դուք ունեք տեխնոլոգիա, որը կարող է հաղորդակցվել լույսի արագությամբ, դուք ունեք տեխնոլոգիա, որը կարող է հայտնաբերել այլ քաղաքակրթություններ, բայց դուք նաև գիտեք պատմությունը։ Դուք գիտեք, որ երբ երկու քաղաքակրթություններ հանդիպում են, միշտ կա հակամարտություն, միշտ կա պատերազմ, միշտ կա ոչնչացում, ուրեմն դուք ընտրում եք չհանդիպել, դուք ընտրում եք լռել, դուք ընտրում եք թաքնվել, դուք ընտրում եք սպասել, մինչև որ այլ քաղաքակրթությունները անցնեն, մինչև որ նրանք անհետանան, մինչև որ նրանց ժամանակային պատուհանը փակվի, եւ ապա դուք շարունակում եք, միայնակ, անվտանգ, ապրող։ 1974 թվականին աստղաֆիզիկոս Դեյվիդ Բրինը հրապարակեց հոդված, որտեղ նա նկարագրեց այս սցենարը, նա անվանեց այն մեծ լռություն, նա ասաց, որ գուցե բոլոր զարգացած քաղաքակրթությունները լռում են, ոչ թե որովհետև նրանք չկան, այլ որովհետև նրանք ընտրել են լռել, նրանք ընտրել են չհեռարձակել, նրանք ընտրել են չպատասխանել, նրանք ընտրել են թաքնվել։ Որովհետև տիեզերքը վտանգավոր տեղ է, որովհետև այլ քաղաքակրթությունները կարող են լինել թշնամիներ, որովհետև լավագույն ռազմավարությունը լռությունն է, եւ եթե Բրինը ճիշտ է, ապա մենք հեռարձակելով մեր ռադիոազդանշանները տիեզերք անում ենք սարսափելի սխալ։ Մենք բացահայտում ենք մեր գոյությունը, մենք բացահայտում ենք մեր տեղը, մենք բացահայտում ենք մեր թուլությունը, եւ գուցե ինչ-որ մեկը լսում է, եւ գուցե նրանք գալիս են, բայց սա միայն մեկ տեսություն է, մեկ հնարավոր բացատրություն, կան ուրիշներ, կա զոհ հիպոթեզը, գաղափարը, որ զարգացած քաղաքակրթությունները դիտում են մեզ, բայց չեն միջամտում, նրանք թողել են մեզ զարգանալ ինքնուրույն, նրանք սպասում են, մինչև որ մենք հասունանանք, մինչև որ մենք պատրաստ լինենք, մինչև որ մենք արժանի լինենք, կա սիմուլյացիա, հիպոթեզը, գաղափարը, որ մենք ապրում ենք համակարգչային սիմուլյացիայի մեջ, որը ստեղծվել է զարգացած քաղաքակրթության կողմից, եւ այդ քաղաքակրթությունը վերահսկում է, թե ինչ ենք մենք տեսնում, ինչ ենք մենք հայտնաբերում, ինչ ենք մենք իմանում, կա հատուկ երկիր հիպոթեզը, գաղափարը, որ երկիրը եզակի է, որ կյանքի ծագումը պահանջում է այնքան շատ հազվագյուտ պայմաններ, որ մենք իսկապես միայնակ ենք, որ մենք առաջինն ենք, որ մենք միակն ենք։ 2020 թվականին աստղաֆիզիկոսներ հաշվարկեցին հավանականությունը, որ երկիրը եզակի է։ Նրանք վերցրին բոլոր հայտնի գործոնները, աստղի տեսակը, մոլորակի չափը, ջրի առկայությունը, մթնոլորտի կազմը, մագնիսական դաշտը, լուսնի առկայությունը, գալակտիկայի տեղը, տիեզերական ճառագայթման մակարդակը։ Նրանք հաշվարկեցին, որ հավանականությունը, որ բոլոր այս գործոնները համընկնեն մեկ մոլորակի վրա, մոտավորապես 1/10 միլիարդից մեկն է, 1/10 միլիարդից մեկ, բայց մեր գալակտիկայում կա 200 միլիարդ աստղ, նշանակում է պետք է լինի մոտավորապես 20 երկրի նման մոլորակ միայն մեր գալակտիկայում, 20
ոչ թե միլիոններ, ոչ թե միլիարդներ, 20, եւ եթե այդ 20 մոլորակներից յուրաքանչյուրը զարգացնում է կյանք տարբեր ժամանակներում, ապա հավանականությունը, որ երկուսը գոյություն ունեն միևնույն ժամանակահատվածում, անհավատալի ցածր է։ Բայց ես ուզում եմ ազնիվ լինել ձեզ հետ, ես գիտեմ, որ դուք մտածում եք, ես գիտեմ, որ դուք կասկածում եք, դուք լսում եք այս բոլոր թվերը 13 միլիարդ, 200 միլիարդ, 400 սեքստիլիոն, եւ դուք մտածում եք, սա չափազանց մեծ է, սա չափազանց շատ է, անհնար է, որ մենք միայնակ ենք, եւ դուք ճիշտ եք, վիճակագրորեն դուք ճիշտ եք։ Բայց ահա ինչն է կարևոր հասկանալ, վիճակագրությունը չի հաշվի ժամանակը, վիճակագրությունը հաշվում է տարածությունը, բայց ժամանակը նույնքան կարևոր է, որքան տարածությունը, եւ երբ դուք հաշվի եք առնում ժամանակը, երբ դուք հաշվի եք առնում 13 միլիարդ 800 միլիոն տարին, երբ դուք հաշվի եք առնում, որ քաղաքակրթությունները գոյություն ունեն միայն 500 տարի, ապա թվերը փոխվում են, հավանականությունը փոխվում է, եւ հանկարծ միայնակությունը դառնում է ոչ թե անհնար, այլ անխուսափելի։ 1958 թվականին մաթեմատիկոս Բերտրան Ռասելը գրեց. Ամբողջ տիեզերքը կարող է լինել միայն մեր երևակայության արտադրանք, բայց եթե այդպես է, ապա այն շատ լավ երևակայություն է։ 76 տարի անց մենք դեռ չգիտենք, թե արդյոք տիեզերքը իրական է, մենք դեռ չգիտենք, թե արդյոք այլ քաղաքակրթությունները իրական են, բայց մենք գիտենք մի բան, մենք գիտենք, որ ժամանակը իրական է, մենք գիտենք, որ ժամանակը սահմանափակ է, մենք գիտենք, որ ժամանակը անցնում է, եւ մենք գիտենք, որ մեր ժամանակը սպառվում է։ 2023 թվականին աստղաֆիզիկոսներ հաշվարկեցին, թե քանի ժամանակ ունենք մենք մինչև որ Արեգակը դառնա չափազանց տաք երկրի համար, պատասխանը 1 միլիարդ տարի, 1 միլիարդ տարի, սա երկար ժամանակ է, բայց սա ոչ թե անվերջ է, 1 միլիարդ տարի հետո Արեգակը կլինի 10%-ով ավելի պայծառ։ Երկրի ջերմաստիճանը կբարձրանա, օվկիանոսները կսկսեն գոլորշանալ, մթնոլորտը կլցվի ջրային գոլորշիով, ջերմոցային էֆեկտը կուժեղանա, ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, եւ մի օր, մոտավորապես 1 միլիարդ տարի հետո Երկիրը կդառնա ինչպես Վեներան տաք, չոր, անբնակելի, մարդկությունը կամ կգտնի ճանապարհ դուրս գալու այս մոլորակից կամ կանհետանա, մենք ունենք 1 միլիարդ տարի, բայց մենք չունենք անվերջ ժամանակ, եւ ահա ամենակարևորը, 1 միլիարդ տարին կազմում է 0.0000007% տիեզերքի տարիքի։ 0.0000007%, սա մեր ժամանակային պատուհանն է, սա մեր հնարավորությունն է, սա մեր վայրկյանն է տիեզերական ժամանակի մեջ, եւ եթե մեկ այլ քաղաքակրթություն ունի նույն ժամանակային պատուհանը, եթե նրանք նույնպես ունեն 1 միլիարդ տարի, եթե նրանք նույնպես ապրում են 0.0000007% տիեզերքի պատմության, ապա հավանականությունը, որ մեր պատուհանները համընկնեն, անհավատալի փոքր է։ Մենք նման ենք երկու մարդու, որոնք այցելում են թանգարան, թանգարանը բաց է 100 տարի։ Յուրաքանչյուր մարդը այցելում է 1 ժամով, ինչ է հավանականությունը, որ նրանք կհանդիպեն, գրեթե 0։ 1968 թվականին աստղագետ Ֆրենկ Դրեյքը, նույն մարդը, որը ստեղծեց իր հայտնի հավասարումը, ասաց մի նախադասություն, որը դարձավ նրա կրեդո. Բացակայությունը ապացույց չէ բացակայության, նա նկատի ուներ, որ եթե մենք չենք հայտնաբերում արտագալակտիկական ազդանշաններ, դա չի նշանակում, որ նրանք չկան, դա կարող է նշանակել, որ մենք չենք լսում ճիշտ հաճախականությունը։ Կամ մենք չենք նայում ճիշտ ուղղությամբ, կամ մենք չենք ապրում ճիշտ ժամանակում։ 66 տարի անց այս նախադասությունը դեռ ճշմարիտ է, բայց այժմ մենք ավելացնում ենք մեկ այլ բան. Բացակայությունը ապացույց չէ բացակայության, բայց ժամանակային անհամընկնումը ապացույց է միայնակության։ Մենք կարող ենք չլինել միայնակ տիեզերքում, բայց մենք միայնակ ենք ժամանակում, եւ ժամանակը ամենակարևորն է։ 2024 թվականին արհեստական բանականության համակարգերը սկսեցին գրել գիտական հոդվածներ, նրանք սկսեցին լուծել մաթեմատիկական խնդիրներ, նրանք սկսեցին նախագծել նոր մոլեկուլներ, նրանք սկսեցին կանխատեսել ապագան, եւ մենք հասկացանք, որ մենք մոտենում ենք մի կետի, որտեղ մեքենաները կդառնան ավելի խելացի, քան մենք, կետ, որտեղ նրանք կսկսեն բարելավել ինքներս իրենց, կետ, որտեղ նրանք կդառնան անկախ, կետ, որտեղ նրանք կդառնան մեզանից տարբեր, եւ մենք հարցրինք ինքներս մեզ, ինչ կլինի հետո, ինչ կլինի, երբ արհեստական բանականությունը դառնա ավելի խելացի, քան մարդը, ինչ կլինի, երբ նրանք կսկսեն ստեղծել իրենց սեփական քաղաքակրթությունը, ինչ կլինի, երբ նրանք կսկսեն հետազոտել տիեզերքը, ինչ կլինի, երբ նրանք կսկսեն փնտրել այլ քաղաքակրթություններ, եւ ամենակարևորը, ինչ կլինի մեզ հետ, գուցե սա պատասխանն է Ֆերմիի պարադոքսին, գուցե բոլոր քաղաքակրթությունները հասնում են այս կետին, հասնում են սինգուլյարությանը,
ստեղծում են արհեստական բանականություն, եւ ապա փոխակերպվում են, դառնում են ինչ-որ այլ բան, ինչ-որ բան, որը մենք չենք կարող հայտնաբերել, ինչ-որ բան, որը ապրում է ոչ թե ֆիզիկական իրականության մեջ, այլ վիրտուալ իրականության մեջ, ինչ-որ բան, որը ապրում է ոչ թե մոլորակների վրա, այլ համակարգիչների մեջ, ինչ-որ բան, որը ապրում է ոչ թե մեր ժամանակի սանդղակով, այլ իր սեփական ժամանակի սանդղակով, ժամանակի սանդղակ, որտեղ մեկ վայրկյանը կարող է պարունակել միլիոն տարվա փորձառություն, ժամանակի սանդղակ, որտեղ նրանք կարող են ապրել անվերջ երկար, սուբյեկտիվ ժամանակով, ժամանակի սանդղակ, որը երբեք չի համընկնի մերի հետ։ 1968 թվականին գրող Արթուր Քլարքը գրեց. Երկու հնարավորություններ կան, կամ մենք միայնակ ենք տիեզերքում, կամ ոչ, երկուսն էլ հավասարապես սարսափելի են, 66 տարի անց մենք ավելացնում ենք երրորդ հնարավորություն։ Կամ մենք միայնակ ենք տիեզերքում, կամ մենք միայնակ ենք ժամանակում, կամ մենք միայնակ ենք իրականության մեջ, երեքն էլ հավասարապես սարսափելի են, բայց գուցե սարսափելին ճիշտ բառը չէ, գուցե ճիշտ բառը խոնարհեցնող է, խոնարհեցնող, հասկանալ, որ մենք ապրում ենք մի վայրկյանում, խոնարհեցնող, հասկանալ, որ մեր ողջ պատմությունը, մեր ողջ քաղաքակրթությունը, մեր ողջ գոյությունը կազմում է 0.00000000001% տիեզերքի պատմության, խոնարհեցնող, հասկանալ, որ մենք կարող ենք չլինել միայնակ, բայց մենք երբեք չենք իմանա։ 2025 թվականին մենք կանգնած ենք շեմին, շեմ, որտեղ արհեստական բանականությունը դառնում է ավելի խելացի, քան մենք, շեմ, որտեղ մենք կարող ենք ստեղծել կյանք լաբորատորիայում, շեմ, որտեղ մենք կարող ենք խմբագրել մեր սեփական գեները, շեմ, որտեղ մենք կարող ենք ճանապարհորդել այլ մոլորակներ, շեմ, որտեղ մենք կարող ենք դառնալ բազմամոլորակային տեսակ, շեմ, որտեղ մենք կարող ենք փոխակերպվել այնպիսի բանի, որը մեր նախնիները չէին կարող պատկերացնել, բայց մենք նաև կանգնած ենք շեմին, որտեղ մենք կարող ենք ինքնաոչնչանալ, շեմ, որտեղ մենք կարող ենք ստեղծել տեխնոլոգիա, որը մենք չենք կարող վերահսկել, շեմ, որտեղ մենք կարող ենք կորցնել այն, ինչ դարձնում է մեզ մարդ, մենք ունենք ընտրություն։ Բայց մենք չունենք անվերջ ժամանակ, եւ գուցե սա ամենակարևոր դասն է, որը մենք կարող ենք սովորել ժամանակային փակոցից, ոչ թե այն, որ մենք միայնակ ենք, այլ այն, որ մենք պատասխանատու ենք, պատասխանատու մեր սեփական ապագայի համար, պատասխանատու մեր սեփական գոյատևման համար, պատասխանատու մեր սեփական փոխակերպման համար, մենք չենք կարող սպասել, որ ուրիշ ոմն կփրկի մեզ, մենք չենք կարող սպասել, որ ուրիշ ոմն կսովորեցնի մեզ, մենք չենք կարող սպասել, որ ուրիշ ոմն կկապվի մեզ հետ, որովհետև ուրիշ ոմն ապրում է այլ ժամանակում, այլ դարաշրջանում, այլ իրականության մեջ, մենք միայնակ ենք, ոչ թե տիեզերքում, այլ ժամանակում, եւ սա դարձնում է մեզ ավելի կարևոր, ավելի եզակի, ավելի թանկարժեք։ 1969 թվականին աստղագետ Կարլ Սեյգանը գրեց. Մենք եղել ենք այստեղ միայն մի պահ տիեզերական ժամանակի մեջ, եթե մենք շարունակենք այս ճանապարհով, մենք կանհետանանք նույն արագությամբ, ինչպես հայտնվեցինք 65 տարի անց, այս նախադասությունը դեռ ճշմարիտ է։ Բայց այժմ մենք ավելացնում ենք մեկ այլ բան։ Բայց եթե մենք ընտրենք այլ ճանապարհ, եթե մենք սովորենք գոյատևել, եթե մենք սովորենք փոխակերպվել, եթե մենք սովորենք դառնալ ինչ-որ ավելին, քան մենք ենք այսօր, ապա գուցե մենք կդառնանք այն քաղաքակրթությունը, որը կապրի բավականաչափ երկար, որպեսզի հանդիպի հաջորդին, գուցե մենք կդառնանք այն քաղաքակրթությունը, որը կկոտրի ժամանակային փակոցը, գուցե մենք կդառնանք այն քաղաքակրթությունը, որը կփոխի խաղի կանոնները, բայց դա պահանջում է ժամանակ, եւ ժամանակը մեր դեմ է, յուրաքանչյուր վայրկյան, որը մենք վատնում ենք, յուրաքանչյուր օր, որը մենք կորցնում ենք, յուրաքանչյուր տարի, որը մենք սպառում ենք հակամարտությունների, պատերազմների, ատելության վրա, մեզ մոտեցնում է մեր ժամանակային պատուհանի փակմանը, մեզ մոտեցնում է մեր վերջին, մեզ մոտեցնում է այն պահին, երբ մենք կդառնանք մեկ քաղաքակրթություն, որը ծագեց, փայլեց մի վայրկյան եւ անհետացավ, եւ մեկ կայծ մութ գիշերում, եւ մեկ անուն, որը երբեք չի արտասանվի, եւ մեկ պատմություն, որը երբեք չի պատմվի, եւ մեկ քաղաքակրթություն, որը բաց է թողել ժամանակային պատուհանը։ Կամ մենք կարող ենք ընտրել այլ ճանապարհ, մենք կարող ենք ընտրել գոյատևել, մենք կարող ենք ընտրել փոխակերպվել, մենք կարող ենք ընտրել դառնալ այն քաղաքակրթությունը, որը կապրի բավականաչափ երկար, որը կտարածվի բավականաչափ լայն, որը կդառնա բավականաչափ զարգացած, որպեսզի երբ հաջորդ քաղաքակրթությունը ծագի, երբ հաջորդ բանականացված էակները սկսեն փնտրել, երբ հաջորդ դիտորդները նայեն դեպի աստղերը, նրանք կգտնեն մեզ, նրանք կտեսնեն մեր հետքերը, նրանք կլսեն մեր ազդանշանները։ Նրանք կիմանան, որ նրանք միայնակ չեն, որ ինչ-որ մեկը եղել է նախքան նրանց, որ ինչ-որ մեկը գոյատևել է, որ ինչ-որ մեկը կոտրել է ժամանակային փակոցը, սա մեր ընտրությունն է, սա մեր պատասխանատվությունն է, սա մեր հնարավորությունն է, ոչ թե հանդիպել այլ քաղաքակրթությունների,
Այլ դառնալ այն քաղաքակրթությունը, որին կարելի է հանդիպել, դառնալ այն քաղաքակրթությունը, որը կապրի բավականաչափ երկար, դառնալ այն քաղաքակրթությունը, որը կթողնի հետք, դառնալ այն քաղաքակրթությունը, որը կփոխի պատմությունը։ Ոչ թե մեր սեփական պատմությունը, այլ տիեզերքի պատմությունը, որտեղ քաղաքակրթությունները ոչ թե միշտ բաց են թողնում միմյանց, պատմությունը, որտեղ ժամանակային փակոցը ոչ թե անխուսափելի է, պատմությունը, որտեղ մենք ոչ թե միայնակ ենք, բայց դա սկսվում է հենց այս վայրկյանից։ Հենց այս ընտրությունից, հենց այս որոշումից, որոշում գոյատևել, որոշում փոխակերպվել, որոշում դառնալ ավելին, որովհետև ժամանակը սպառվում է, մեր ժամանակային պատուհանը փակվում է, եւ մենք ունենք միայն մեկ հնարավորություն, մեկ վայրկյան, մեկ ընտրություն, հիմա։ Բայց գուցե ամենախորը հարցը ոչ թե որտեղ են նրանք է, այլ երբ ենք մենք կանգնած ենք տիեզերքի պատմության մի կոնկրետ կետում, 13 միլիարդ 800 միլիոն տարի անց մեծ պայթյունից, 4 միլիարդ 500 միլիոն տարի անց երկրի ծննդից, 3 միլիարդ 800 միլիոն տարի անց առաջին կյանքից, 500 միլիոն տարի անց կամբրիական պայթյունից, 250,000 տարի անց հոմո սապիենսի ծագումից, 10,000 տարի անց գյուղատնտեսական հեղափոխությունից, 250 տարի անց արդյունաբերական հեղափոխությունից, 50 տարի անց համացանցից, 10 տարի անց արհեստական բանականությունից, մենք ապրում ենք հենց այս վայրկյանին, ոչ թե միլիարդ տարի առաջ, ոչ թե միլիարդ տարի հետո, հիմա, եւ սա ոչ թե պատահականություն է։ Սա ոչ թե բախտ է, սա օրինաչափություն է, մենք ապրում ենք հենց այն պահին, երբ տիեզերքը դարձել է բավականաչափ հին, որպեսզի ստեղծի բարդ տարրեր, բավականաչափ հին, որպեսզի ստեղծի մոլորակներ, բավականաչափ հին, որպեսզի ստեղծի կյանք, բավականաչափ հին, որպեսզի ստեղծի բանականություն, բայց նաև բավականաչափ երիտասարդ, որպեսզի աստղերը դեռ վառվեն, բավականաչափ երիտասարդ, որպեսզի գալակտիկաները դեռ ստեղծեն նոր աստղեր, բավականաչափ երիտասարդ, որպեսզի տիեզերքը դեռ լի է էներգիայով, լույսով, հնարավորություններով։ Մենք ապրում ենք ոսկե դարաշրջան, երբ կյանքը հնարավոր է, երբ բանականությունը հնարավոր է, երբ քաղաքակրթությունը հնարավոր է, բայց այս ոսկե դարաշրջանը չի տևի անվերջ, աստղերի ծննդյան տեմպը արդեն նվազում է։ 10 միլիարդ տարի առաջ տիեզերքը ստեղծում էր 10 անգամ ավելի շատ աստղեր, քան այսօր, 10 միլիարդ տարի հետո այն կստեղծի 10 անգամ պակաս, 100 միլիարդ տարի հետո աստղերի ծնունդը գրեթե կդադարի, տիեզերքը կլցվի հին, մեռնող աստղերով, կարմիր թզուկներով, սպիտակ թզուկներով, սև անցքերով, մութ, սառը, անշարժ օբյեկտներով, նոր մոլորակներ չեն ձևավորվի, նոր կյանք չի ծագի, նոր քաղաքակրթություններ չեն հայտնվի, ոսկե դարաշրջանը կավարտվի, եւ տիեզերքը կմտնի երկար, դանդաղ, անխուսափելի մահ, 2019 թվականին։ Աստղաֆիզիկոսներ հաշվարկեցին, որ մենք ապրում ենք տիեզերքի պատմության առաջին 5%-ում, առաջին 5%-ում, սա նշանակում է, որ 95% տիեզերքի պատմության դեռ առջևում է, 95%, բայց այդ 95%-ը չի լինի ինչպես առաջին 5-ը, այն կլինի ավելի մութ, ավելի սառը, ավելի դատարկ, ավելի միայնակ, մենք ապրում ենք լավագույն ժամանակներում, մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ տիեզերքը դեռ երիտասարդ է, դեռ լի է կյանքով, դեռ լի է հնարավորություններով, եւ եթե կան այլ քաղաքակրթություններ, եթե կան այլ բանականացված էակներ, նրանք նույնպես պետք է ապրեն այս ժամանակներում, այս առաջին 5%-ում, այս ոսկե դարաշրջանում, բայց նույնիսկ այս ոսկե դարաշրջանը, նույնիսկ այս առաջին 5%-ը տարածվում է 10 միլիարդ տարիների վրա, 10 միլիարդ տարի։ Եվ քաղաքակրթությունները ապրում են միայն 500 տարի, 500 տարի 10 միլիարդ տարիների մեջ, սա 0.00005% է, նույնիսկ ոսկե դարաշրջանում, նույնիսկ լավագույն ժամանակներում ժամանակային համընկնումը գրեթե անհնար է։ Մենք կարող ենք լինել միակ քաղաքակրթությունը մեր գալակտիկայում հենց այս վայրկյանին, ոչ թե միակը երբևէ, այլ միակը հիմա, միակը այս 100 տարիների ընթացքում, միակը այս ժամանակային պատուհանում, 1958 թվականին, փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշտայնը գրեց. Աշխարհի սահմանները իմ լեզվի սահմաններն են, նա նկատի ուներ, որ մենք կարող ենք մտածել միայն այն, ինչի համար ունենք բառեր, մենք կարող ենք հասկանալ միայն այն, ինչը մենք կարող ենք արտահայտել, 76 տարի անց մենք ավելացնում ենք մեկ այլ բան։ Տիեզերքի սահմանները մեր ժամանակի սահմաններն են, մենք կարող ենք հայտնաբերել միայն այն, ինչը գոյություն ունի մեր ժամանակում, մենք կարող ենք հանդիպել միայն նրանց, ովքեր ապրում են մեր դարաշրջանում, մենք կարող ենք կապվել միայն նրանց հետ, ովքեր գոյություն ունեն մեր ժամանակային պատուհանում, մնացածը անհասանելի է, ոչ թե տարածության պատճառով, այլ ժամանակի, բայց գուցե սա ոչ թե խնդիր է, այլ ազատություն, ազատություն ստեղծելու մեր սեփական ճանապարհը, ազատություն սահմանելու մեր սեփական ճակատագիրը։
Ազատություն դառնալու այն, ինչ մենք ուզում ենք դառնալ, եթե կային այլ քաղաքակրթություններ, եթե նրանք ապրեին հենց հիմա, մենք կփորձեինք նմանվել նրանց, մենք կփորձեինք սովորել նրանցից, մենք կփորձեինք հետևել նրանց օրինակին, բայց նրանք չկան։ Ոչ հիմա, ոչ այստեղ, ոչ այս ժամանակում, մենք միայնակ ենք, եւ սա նշանակում է, որ մենք ազատ ենք, ազատ ստեղծելու մեր սեփական քաղաքակրթությունը, ազատ սահմանելու մեր սեփական արժեքները, ազատ ընտրելու մեր սեփական ապագան։ 2020 թվականին փիլիսոփա Նիկ Բոստրոմը գրեց. Մենք կարող ենք լինել վաղ, շատ վաղ, անհավատալի վաղ, նա նկատի ուներ, որ եթե մենք առաջին քաղաքակրթություններից ենք տիեզերքում, ապա մենք ունենք հսկայական պատասխանատվություն գոյատևելու, պատասխանատվություն տարածվելու, պատասխանատվություն լցնելու տիեզերքը կյանքով, բանականությամբ, գիտակցությամբ, որովհետև եթե մենք ձախողվենք, եթե մենք ինքնաոչնչանանք, եթե մենք անհետանանք, ապա տիեզերքը կմնա դատարկ, կմնա մութ, կմնա անշունչ, միլիարդավոր տարիներ, տրիլիոնավոր տարիներ, գուցե անվերջ։ Մինչև որ հաջորդ քաղաքակրթությունը ծագի, եթե երբևէ ծագի, բայց ինչ է նշանակում գոյատևել, ինչ է նշանակում տարածվել, ինչ է նշանակում լցնել տիեզերքը կյանքով, սա ոչ թե միայն տեխնոլոգիական հարց է, սա փիլիսոփայական հարց է։ Մենք կարող ենք ստեղծել տիեզերանավեր, որոնք կթռչեն դեպի այլ աստղեր, բայց ինչ կտանենք մենք այնտեղ, մենք կարող ենք գաղութացնել 100 մոլորակ, բայց ինչ տեսակի քաղաքակրթություն կստեղծենք մենք այնտեղ, մենք կարող ենք ապրել միլիոն տարի, բայց ինչ կանենք մենք այդ միլիոն տարիների ընթացքում, սա ոչ թե միայն գոյատևման հարց է, սա իմաստի հարց է, նպատակի հարց է, արժեքների հարց է, 1958 թվականին գրող Ալբեր Կամյուն գրեց. Պետք է պատկերացնել Սիզիֆոսին երջանիկ, նա նկատի ուներ, որ նույնիսկ եթե կյանքը անիմաստ է, նույնիսկ եթե մենք դատապարտված ենք կրկնելու նույն գործողությունները անվերջ, մենք կարող ենք գտնել իմաստ ինքնին գործընթացում, ինքնին ապրելու մեջ։ Ինքնին փորձելու մեջ, 76 տարի անց, մենք ավելացնում ենք մեկ այլ բան։ Պետք է պատկերացնել մարդկությանը երջանիկ, նույնիսկ եթե մենք միայնակ ենք տիեզերքում, նույնիսկ եթե մենք երբեք չենք հանդիպի այլ քաղաքակրթությունների, նույնիսկ եթե մենք ապրում ենք միայն մի վայրկյան տիեզերական ժամանակի մեջ, մենք կարող ենք գտնել իմաստ։ Ոչ թե հանդիպման մեջ, այլ ստեղծման մեջ, ոչ թե կապի մեջ, այլ արտահայտման մեջ, ոչ թե պատասխանների մեջ, այլ հարցերի մեջ, որովհետև ահա ինչն է իսկապես կարևոր, մենք չգիտենք, թե արդյոք կան այլ քաղաքակրթություններ, մենք չգիտենք, թե արդյոք նրանք եղել են կամ կլինեն, մենք չգիտենք, թե արդյոք մենք երբևէ կհանդիպենք նրանց, բայց մենք գիտենք մի բան, մենք գիտենք, որ մենք գոյություն ունենք, հենց հիմա, հենց այս վայրկյանին, հենց այս ժամանակային պատուհանում, մենք գիտենք, որ մենք բանական ենք, մենք գիտենք, որ մենք գիտակից ենք, մենք գիտենք, որ մենք կարող ենք մտածել, զգալ, ստեղծել, սիրել, երազել, եւ սա հրաշք է, ոչ թե փոքր հրաշք, այլ տիեզերական հրաշք, որը տեղի է ունեցել 13 միլիարդ 800 միլիոն տարի անց մեծ պայթյունից, հրաշք, որը գուցե տեղի է ունեցել միայն մի քանի անգամ տիեզերքի պատմության ընթացքում, հրաշք, որը գուցե տեղի է ունենում միայն հենց հիմա, հենց այստեղ, հենց մեր մեջ, 2014 թվականին աստղաֆիզիկոս Նիլ դեգրաս Թայսոնը ասաց. Մենք տիեզերքի մի մասն ենք, որը սկսել է մտածել իր մասին, սա ոչ թե պարզ նախադասություն է, սա խորը փիլիսոփայական ճշմարտություն է, 13 միլիարդ 800 միլիոն տարի տիեզերքը գոյություն ունեցել է առանց գիտակցության, առանց մտածողության, առանց ինքնագիտակցության, այն պարզապես եղել է, աստղերը վառվել են, գալակտիկաները պտտվել են, մոլորակները ձևավորվել են, բայց ոչ ոք չի դիտել, ոչ ոք չի հասկացել, ոչ ոք չի զարմացել, եւ ապա մի փոքր կապույտ մոլորակի վրա, մի սովորական աստղի շուրջը, մի սովորական գալակտիկայում ինչ-որ բան փոխվեց, կյանքը ծագեց, էվոլյուցիան սկսվեց, բանականությունը զարգացավ, եւ առաջին անգամ 13 միլիարդ 800 միլիոն տարիների ընթացքում տիեզերքը սկսեց մտածել իր մասին, մենք ենք այդ մտածողությունը, մենք ենք այդ գիտակցությունը, մենք ենք այդ ինքնագիտակցությունը, յուրաքանչյուր անգամ, երբ դուք նայում եք աստղերին, տիեզերքը նայում է իր մեջ, յուրաքանչյուր անգամ, երբ դուք հարցնում եք, ինչո՞ւ տիեզերքը հարցնում է իր մասին, յուրաքանչյուր անգամ, երբ դուք զարմանում եք, տիեզերքը զարմանում է իր գոյության վրա, մենք ոչ թե տիեզերքից անջատ ենք, մենք տիեզերքի մի մասն ենք, ամենագիտակից մասը, ամենաբարդ մասը, ամենահրաշալի մասը։ Եվ եթե մենք միայնակ եթե մենք միակ գիտակից էակներն ենք այս ժամանակային պատուհանում, ապա մենք ոչ թե անկարևոր ենք, մենք ամենակարևորն ենք, մենք տիեզերքի միջոցն ենք ինքն իրեն ճանաչելու։ 1958 թվականին աստղագետ Կարլ Սեյգանը գրեց.
Մենք աստղերի նյութից ենք, նա նկատի ուներ, որ յուրաքանչյուր ատոմ մեր մարմնում ստեղծվել է աստղի միջուկում, ածխածինը, թթվածինը, ազոտը, կալցիումը, երկաթը բոլորը ստեղծվել են աստղերի մեջ, որոնք ապրել են և մեռել են միլիարդավոր տարիներ առաջ։ Մենք բառացիորեն աստղերի փոշին ենք, բայց մենք ոչ թե պարզապես փոշի ենք, մենք փոշի ենք, որը սկսել է մտածել, փոշի, որը սկսել է զգալ, փոշի, որը սկսել է սիրել, փոշի, որը սկսել է երազել, փոշի, որը սկսել է հարցնել, ինչու՞։ Եվ սա ամենահրաշալի բանն է, որը երբևէ տեղի է ունեցել տիեզերքում, բայց մենք չգիտենք, թե որքան ժամանակ կտևի այս հրաշքը, մենք չգիտենք, թե արդյոք մենք կգոյատևենք հաջորդ 100 տարին, հաջորդ 1000-ը, հաջորդ միլիոնը, մենք կանգնած ենք շեմին, շեմ, որտեղ մենք կարող ենք ընտրել գոյատևել կամ անհետանալ, շեմ, որտեղ մենք կարող ենք ընտրել տարածվել կամ մնալ այստեղ, շեմ, որտեղ մենք կարող ենք ընտրել փոխակերպվել կամ մնալ նույնը, եւ այս ընտրությունը կորոշի ոչ թե միայն մեր ճակատագիրը, այլ գուցե տիեզերքի ճակատագիրը, որովհետև եթե մենք միակ գիտակից էակներն ենք այս ժամանակային պատուհանում, ապա մեր ընտրությունը կորոշի, թե արդյոք տիեզերքը կշարունակի ճանաչել ինքն իրեն, թե արդյոք տիեզերքը կշարունակի զարմանալ իր գոյության վրա, թե արդյոք տիեզերքը կշարունակի հարցնել, ինչու 2025 թվականին մենք ունենք ավելի շատ գիտելիքներ, քան երբևէ, մենք գիտենք, թե ինչպես է ծագել տիեզերքը, գիտենք, թե ինչպես են ձևավորվել աստղերը, գիտենք, թե ինչպես է ծագել կյանքը, գիտենք, թե ինչպես է զարգացել բանականությունը։ Բայց մենք դեռ չգիտենք ամենակարևորը, մենք չգիտենք, թե ինչու է տիեզերքը գոյություն ունենում, ինչու են աստղերը վառվում, ինչու է կյանքը ծագում, ինչու է բանականությունը զարգանում, ինչու ենք մենք այստեղ, եւ գուցե սա ճիշտ հարցը չէ, գուցե ճիշտ հարցը ոչ թե ինչու է, այլ ինչ կանենք մենք այս գիտելիքով, ինչ կստեղծենք մենք այս հնարավորությամբ, ինչ կդառնանք մենք այս ժամանակային պատուհանում, որովհետև ահա ինչն է իսկապես կարևոր, մենք կարող ենք չգտնել այլ քաղաքակրթություններ։ Մենք կարող ենք երբեք չլսել այլ ազդանշաններ, մենք կարող ենք մնալ միայնակ մեր ողջ գոյության ընթացքում, բայց սա չի նշանակում, որ մենք անիմաստ ենք, սա չի նշանակում, որ մենք անկարևոր ենք, սա չի նշանակում, որ մենք պետք է հուսահատվենք, հակառակը, սա նշանակում է, որ մենք եզակի ենք, սա նշանակում է, որ մենք թանկարժեք ենք, սա նշանակում է, որ մենք պատասխանատու ենք, պատասխանատու պահպանելու այս հրաշքը, պատասխանատու տարածելու այս գիտակցությունը, պատասխանատու լցնելու տիեզերքը կյանքով, բանականությամբ, սիրով, գեղեցկությամբ, իմաստով։ 1968 թվականին փիլիսոփա Մարտին Հայդեգերը գրեց. Լեզուն գոյության տունն է, նա նկատի ուներ, որ մենք ապրում ենք լեզվի միջոցով, մենք մտածում ենք լեզվով, մենք ստեղծում ենք լեզվով, 76 տարի անց մենք ավելացնում ենք մեկ այլ բան։ Ժամանակը գոյության տունն է, մենք ապրում ենք ժամանակի միջոցով, մենք գոյություն ունենք ժամանակում, մենք փոխվում ենք ժամանակի հետ, եւ մեր ժամանակը սահմանափակ է, բայց սա ոչ թե դատապարտություն է, սա նվեր է, նվեր ապրելու հենց այս վայրկյանին, նվեր գոյություն ունենալու հենց այս ժամանակային պատուհանում, նվեր լինելու տիեզերքի գիտակցությունը հենց հիմա, եւ այժմ վերջում թույլ տվեք վերադառնալ այնտեղ, որտեղից մենք սկսեցինք, հիշում եք այս պահին, երբ դուք կարդում եք այս տողերը, ձեր գլխուղեղը մշակում է տեղեկատվություն մոտավորապես տասնյակ միլիարդ նեյրոնների միջոցով, բայց հիմա դուք գիտեք ինչ-որ բան նոր, դուք գիտեք, որ այդ տասնյակ միլիարդ նեյրոնները ստեղծվել են ատոմներից, որոնք ծագել են աստղերի մեջ, դուք գիտեք, որ այդ աստղերը վառվել են միլիարդավոր տարիներ առաջ, դուք գիտեք, որ այդ ատոմները ճանապարհորդել են տիեզերքով, մինչև որ հասել են այստեղ, այս մոլորակին, այս պահին, ձեր մեջ, դուք գիտեք, որ դուք ոչ թե պարզապես մարդ եք, դուք տիեզերքի մի մասն եք։ Ամենագիտակից մասը, ամենահրաշալի մասը, եւ եթե հենց այս վայրկյանին հազարավոր լուսատարիների հեռավորության վրա մեկ այլ բանականացված էակ նույնպես մտածում է տիեզերքի մասին, դուք երկուստ գուցե երբեք չիմանաք միմյանց գոյության մասին, ոչ թե տարածության պատճառով, ոչ թե տեխնոլոգիայի սահմանափակումների պատճառով, այլ ժամանակի պատճառով, դուք պարզապես ապրում եք տարբեր դարերում, բայց սա ոչ թե ողբերգություն է, սա փիլիսոփայական ճշմարտություն է, ճշմարտություն, որը սովորեցնում է մեզ, որ յուրաքանչյուր վայրկյան թանկարժեք է, յուրաքանչյուր ընտրություն կարևոր է։ Յուրաքանչյուր գործողություն նշանակություն ունի, որովհետև մենք ապրում ենք միայն մեկ անգամ, միայն հիմա, միայն այս ժամանակային պատուհանում, 2025 թվականին մենք կանգնած ենք ժամանակի գետի ափին, մենք տեսնում ենք անցյալը, միլիարդավոր տարիներ էվոլյուցիայի, որոնք ստեղծեցին մեզ, մենք տեսնում ենք ապագան անհայտ, անորոշ, լի հնարավորություններով եւ վտանգներով, բայց մենք չենք տեսնում այլ քաղաքակրթություններ այդ գետի ափին, մենք միայնակ ենք, ոչ թե որովհետև նրանք չկան, այլ որովհետև նրանք կանգնած
Են այլ ժամանակներում, նրանք եկել են միլիոն տարի առաջ, կամ կգան միլիոն տարի հետո, նրանք կանգնած են նույն գետի ափին, բայց տարբեր վայրերում, տարբեր պահերում, տարբեր դարաշրջաններում, եւ գետը շարունակում է հոսել, անդադար, անխուսափելի, անդառնալի։ Բայց գուցե սա լավագույն բանն է, որը կարող էր պատահել, գուցե ժամանակային փակոցը ոչ թե խնդիր է, այլ պաշտպանություն, պաշտպանություն հակամարտություններից, պաշտպանություն պատերազմներից, պաշտպանություն ոչնչացումից։ Գուցե տիեզերքը այնպես է կազմակերպված, որ քաղաքակրթությունները երբեք չհանդիպեն միմյանց, ոչ թե որովհետև դա անհնար է, այլ որովհետև դա անվտանգ է։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն ստանում է իր սեփական ժամանակային պատուհանը, իր սեփական դարաշրջանը, իր սեփական հնարավորությունը, առանց միջամտության, առանց մրցակցության, առանց սպառնալիքի, յուրաքանչյուր քաղաքակրթություն ազատ է զարգանալու իր սեփական ճանապարհով, ստեղծելու իր սեփական ապագան, դառնալու այն, ինչ այն ուզում է դառնալ։ 1968 թվականին աստղագետ Կարլ Սեյգանը ասաց. Տիեզերքը ոչ թե պարտավոր էր մեզ ստեղծել, բայց այն արեց, եւ դրա համար մենք պարտավոր ենք տիեզերքին։ 46 տարի անց մենք հասկանում ենք, թե ինչ նշանակում է այս պարտավորությունը։ Սա պարտավորություն է գոյատևելու, պարտավորություն զարգանալու, պարտավորություն տարածելու գիտակցությունը, պարտավորություն լցնելու տիեզերքը կյանքով, ոչ թե որովհետև ինչ-որ մեկը պահանջում է դա մեզանից, այլ որովհետև մենք ենք տիեզերքի միջոցը ինքն իրեն ճանաչելու, եւ եթե մենք անհետանանք, տիեզերքը կկորցնի իր գիտակցությունը, կորցնի իր ինքնագիտակցությունը, կորցնի իր կարողությունը զարմանալու իր սեփական գոյության վրա, եւ այսպես վերջում մենք մնում ենք մի հարցի հետ, ոչ թե որտեղ են նրանք, ոչ թե երբ են նրանք, այլ ինչ կանենք մենք, ինչ կանենք մենք այս գիտելիքով, որ մենք միայնակ ենք ժամանակում, ինչ կանենք մենք այս հասկացմամբ, որ մեր ժամանակային պատուհանը փակվում է, ինչ կանենք մենք այս պատասխանատվությամբ, որ մենք գուցե միակ գիտակից էակներն ենք այս դարաշրջանում։ Կընտրենք գոյատևել կամ անհետանալ։ Կընտրենք տարածվել կամ մնալ այստեղ, կընտրենք փոխակերպվել կամ մնալ նույնը, կընտրենք լցնել տիեզերքը կյանքով կամ թողնել այն դատարկ։ 2025 թվականին պատասխանը դեռ անհայտ է, բայց հարցը արդեն տրված է, եւ յուրաքանչյուր մարդ, որ լսում է այս հարցը, յուրաքանչյուր մարդ, որ մտածում է այս խնդրի մասին, յուրաքանչյուր մարդ, որ ընտրում է գործել, դառնում է պատասխանի մի մասը, դառնում է լուծման մի մասը, դառնում է հույսի մի մասը, որովհետև մենք ոչ թե անզոր ենք, մենք ոչ թե անկարևոր ենք, մենք տիեզերքի գիտակցությունն ենք, եւ մեր ընտրությունները, մեր գործողությունները, մեր որոշումները կորոշեն, թե արդյոք այդ գիտակցությունը կշարունակի գոյություն ունենալ, թե արդյոք տիեզերքը կշարունակի ճանաչել ինքն իրեն, թե արդյոք հաջորդ քաղաքակրթությունը, երբ այն ծագի, երբ այն սկսի փնտրել, երբ այն նայի դեպի աստղերը, կգտնի մեր հետքերը, կլսի մեր ազդանշանները, կիմանա, որ նրանք միայնակ չեն, որ ինչ-որ մեկը եղել է նախքան նրանց, որ ինչ-որ մեկը կոտրել է ժամանակային փակոցը։ Գուցե հարցերը իսկապես ավելի կարևոր են, քան պատասխանները, գուցե փնտրումը ավելի կարևոր է, քան գտնելը, գուցե ճանապարհորդությունը ավելի կարևոր է, քան նպատակակետը, որովհետև յուրաքանչյուր անգամ, երբ մենք հարցնում ենք որտեղ են նրանք, մենք իրականում հարցնում ենք ով ենք մենք։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք փնտրում ենք այլ քաղաքակրթություններ, մենք իրականում փնտրում ենք մեզ, յուրաքանչյուր անգամ, երբ մենք նայում ենք դեպի աստղերը, մենք իրականում նայում ենք մեր սեփական ապագան, եւ այդ ապագան դեռ գրված չէ, այն դեռ ստեղծված չէ, այն դեռ որոշված չէ, այն կախված է մեզանից, մեր ընտրություններից, մեր գործողություններից, մեր որոշումներից, հենց հիմա, հենց այս վայրկյանին, հենց այս ժամանակային պատուհանում, եւ գուցե միլիոն տարի հետո, երբ մեկ այլ քաղաքակրթություն կծագի, երբ նրանք կսկսեն փնտրել, երբ նրանք կնայեն դեպի աստղերը, նրանք կգտնեն մեզ, ոչ թե ուղիղ, ոչ թե անմիջապես, այլ մեր հետքերի միջոցով, մեր ստեղծագործությունների միջոցով, մեր ժառանգության միջոցով, եւ նրանք կիմանան, որ նրանք միայնակ չեն, որ ինչ-որ մեկը եղել է նախքան նրանց, որ ինչ-որ մեկը նույնպես կանգնել է ժամանակի գետի ափին, որ ինչ-որ մեկը նույնպես զարմացել է տիեզերքի վրա, որ ինչ-որ մեկը նույնպես հարցրել է ինչու, եւ որ այդ ինչ-որ մեկը ընտրել է գոյատևել, ընտրել է ստեղծել, ընտրել է տարածել գիտակցությունը, ընտրել է լցնել տիեզերքը կյանքով, ընտրել է կոտրել ժամանակային փակոցը։ Սա մեր պատմությունն է, սա մեր ընտրությունն է, սա մեր պահը, հենց հիմա, հենց այստեղ, հենց այս ժամանակային պատուհանում 13 միլիարդ 800 միլիոն տարի անց մեծ պայթյունից, մի վայրկյան տիեզերական ժամանակի մեջ, բայց մի վայրկյան, որը կարող է փոխել ամեն ինչ, մի վայրկյան, որը կարող է որոշել, թե արդյոք տիեզերքը կշարունակի ճանաչել ինքն իրեն, մի վայրկյան, որը կարող է կոտրել ժամանակային փակոցը, մի վայրկյան, որը սկսվում է հենց հիմա, ձեզանից, ինձանից, մեզանից բոլորից, տիեզերքի գիտակցությունից, որը ապրում է, որը մտածում է, որը ընտրում է, հենց այս վայրկյանին։